Ես չեմ կարող ասեմ, որ ես հիշում եմ տառացիորեն այն ինչ որ կարդում եմ, բայց ամեն մի ստեղծագործություն ոնց որ քո ինքնության ու քո կերտման վրա իր ազդեցությունը ունենում է։ Այսինքն ինքը աշխարհայացք է ձևավորում, որը քեզ հետո կյանքում պետք է գալիս այն պահին, երբ որ դու որոշումներ պիտի կայացնես, որովհետև ինքը արժե համակարգի մաս է։ Կենտրոնական բանկը պլանավորում է մի օր digital դրամ ունենա։ Harvard-ը մի հատ longitudinal study ունի, որը նայում է երջանիկ մարդկանց պատմությունները։ Ամենակարևոր գործոնը մարդու համար երջանիկ լինելու այդ իմաստալից հարաբերություններ ունենալն է։ Բանկային ոլորտի ապագան որն է, օրինակ հիմա շատ խոսում են այդ stable coin-ների մասին, թվայնացման մասին, ոլորտը ուր է գնալու, արդյոք բանկերը կլինեն ապագայում թե չէ։ Լրջագույն խնդրեմ ունենք հասարակության մեջ, որովհետև մարդիկ որպես կանոն շփվում են ու հարաբերվում են այն մարդկանց հետ, ովքեր որ իրանց պես են։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր ոդկասթի հյուրն է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Այս ոդկասթը ձայնագրել ենք live 200-ից ավել մարդկանց մասնակցությամբ թատրոնում։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր եկել էին, մասնակցել էին, աջակցել էին մեզ, մեր երեկոյի մի մասն էին դառել, եւ ոդկասթի վերջում է նաեւ որոշ հարցեր հնչում է հենց մասնակիցների կողմից։ Մարտին հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության վիճակի, աճի տեմպերի, հայկական բանկերի, ինչ փոփոխություններ են սպասվում, խոսել ենք Հայաստանում ապրելու առավելություններ եւ թերությունների մասին, կարդալու կարեւորության մասին եւ շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք, կարող եք լայքել։ Ոնց եք, լավ եք։ Ես ուրեմն քո վրա պետք է նայեմ։ Մի քիչ ընդ է, մի քիչ ինձ, ոնց հարմար է։ Ոնց եք, պարոն Գալստյան, դուք ոնց եք։ Ես էլ եմ շատ լավ, Նարեկ ջան, մերսի։ Դու ոնց ես։ Լավ, շնորհակալություն։ Եկեք, գիտեք ինչից սկսենք, մի քիչ կարող է մարդկանց թվա ձեր հետ այդ կապ չունի, բայց շատ գրքեր, որ ես կարդացել եմ ու հավանել եմ, դուք եք հենց խորհուրդ տվել։ Օրինակ, չգիտեմ, ամենասիրած գրքերից մեկը Teams of Teams-ը, որը ձեր դասախոսներից մեկն էր, ոնց որ գրե Harvard-ի։ Կարդալ է այսօր կարևոր է։ Ես կարծում եմ, որ կարդալը կենսական է, ոչ թե կարևոր է։ Ու եթե մի քիչ ավելի խորը նայենք այդ հարցին, ամեն մարդ ունի իր կյանքում երևի թե ինչ որ փուլեր կարդալու։ Ես հիմա օրինակ այդ բիզնես, որ նշեցիր այդ Team of Teams կամ ինչ որ բան, բիզնես գրականություն շատ հազվադեպ եմ կարդում։ Ես շատ հաճախ հիմա կարդում եմ բաներ, որ օրինակ մի քանի անգամ արդեն կարդացել եմ։ Բայց օրինակ Բուլգակովի ամբողջ ստեղծագործությունները նորից այս տարի կարդացել եմ։ Բայց կարդում եմ ու նոր պրիզմայով ես ամեն ինչի նայում, երբ որ միջավայրը քո շուրջ ուրիշ է, այն ժամանակ դու դպրոցական էիր կամ չգիտեմ ուսանող էիր, աշխարհը ուրիշ էր, քո անցալումները ուրիշ էր, հիմա լրիվ ուրիշ է։ Հենց որ կարդալը գեղարվեստական խորը գրականություն, ես կարծում եմ կենսականա ցանկացած մարդու համար։ Հասկացա, իսկ ինչի։ Գիտես ինչ, օրինակ մարդիկ կան, որ ստեղծագործությունը սկսում են մեկնաբանել, չէ, ասում են օրինակ, չգիտեմ, ես մի վեպի, ես մի էջի վրա sense բան կա գրած բան։ Ես տենց չեմ հիշում ստեղծագործություն, այսինքն ես չեմ կարող ասեմ, որ ես հիշում եմ տառացիորեն այն ինչ որ կարդում եմ, բայց ամեն մի ստեղծագործություն ոնց որ քո ինքնության ու քո կերտման վրա իր ազդեցությունը ունենում է։ Այսինքն ինքը աշխարհայացք է ձևավորում, որը քեզ հետո կյանքում պետք է գալիս այն պահին, երբ որ դու որոշումներ պիտի կայացնես, որովհետև ինքը արժե համակարգի մաս է։ Այսինքն դու ինչ որ բաներից սովորում ես քո ծնողներից, սովորում ես հասարակությունից, սովորում ես բակից, սովորում ես ինչ որ տեղերից, ու գրքերը նաև անսպառ աղբյուր է ինչ որ նոր բաներ սովորելու կամ հինը վերաիմաստավորելու։ Իմ պատկերացմամբ տենց։ Հա։ Բայց այս վերջերս մի հատ հետաքրքիր հարցի շուրջ եմ մտածում, մի հատ 80-ականներ, եթե չեմ սխալվում, փիլիսոփաներից մեկը տենց հարց էր դեր ռետորական, որ պատկերացնենք մերին կամ այական ինչ-որ մարդ, որ սև ու սպիտակ սենյակում է սաղ կյանքում ապրել, բայց բոլոր գրքերը գույների մասին, ուսումնասիրությունները ամեն ինչ կարդացել է, ինքը շատ լավ
ամեն ինչ գիտի գույների մասին, բայց ինքը մենակ սև ու սպիտակ է տեսել։ Ու մի օր ինքը դուրս է գալի ու կարմիր վարդ է տեսնում։ Արդյոք այդ իր մոտ ինչ-որ մի բան փոխում է, թե չէ՞ էլի։ Այսինքն ոնց որ գիտելիքի երկու տեսակ կա, այն որ մենք կարդում ենք ու այն որ մենք ապրում ենք։ Մենակ հայաթը որ նշեցիք, երևի երկրորդ տեսակի մեջ է։ Գիտես ինչ, այդ ալիգորիաները, որ դու ասում ես, այդ փիլիսոփայական, իրանք շատ հին պատմությունն են, օրինակ Պլատոնի Ռիփաբլիկի մեջ այդ Քեյվի ալիգորիան կա քարանձավի։ Հա։ Չէ՞ որ նայում են ստվերները դրսում տեսնում են, հետո մեկը դուրս է գալիս ստվերի իրականությունը տեսնում է, հետո հետ է գալի, մնացածին պետք է պատմի իրականությունը, ինչա ուտեղ է խնդրեմը սկսվում։ Հենց որ ես չգիտեմ ինչքանով ալիգորի կա մեր աշխարհը ու բնականաբար միայն կարդալով չի, բայց աշխարհի ու կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է, որ դու չպետք է սահմանափակվես ինչ-որ մի բանով, այլ պետք է փորձես բազմազանեցնես այն աղբյուրները, որը քեզ ձևավորում է։ Հա։ Ու հիմա որ դու նայես, լրջագույն խնդրեմ ունենք հասարակության մեջ, որովհետև մարդիկ որպես կանոն շփվում են ու հարաբերվում են այն մարդկանց հետ, ովքեր որ իրանց պես են։ Այդ zip կոդերի էֆեկտն է Ամերիկայի։ Հա։ Այսինքն երեխեքը, հարուստների երեխեքը գնում են private դպրոցներ ու իրանք շփվում են իրանց նման երեխեքի հետ։ Այն պարագայում, որ երբ որ ես եմ դպրոց գնացել, մեր առաջի դասարանում մենք ունեինք 54 երեխա իմ դասարանում։ Կային երեխեք, ովքեր որ ակադեմիկների թոռներ էին, կան երեխեք, ովքեր որ հասարակ ընտանիքի երեխեք էին, կան երեխեք, ովքեր որ, չգիտեմ, բժիշկների կամ ինչ-որ ինժեներների երեխեք էին։ Ինչ տեսակի երեխա ուզես, կար քո շուրջ։ Հա։ Ու այդ շատ ավելի մեծ փորձառություն է ու կենսափորձաձևավորում, քան երբ որ դու ինչ որ մի գետոյի նման տեղ ես, ինչքան էլ որ ինքը լավ է լինի։ Իսկ հիմա մենք ավելի շատ երբ որ zip կոդերին ենք նման, հա, Հայաստանում։ Մենք գնալով աշխարհն է գնում դրան։ Ու այն օրը շատ մի հատ հետաքրքիր ոդկաստ կար, Դարոնը Աչեմօղլուն, հա, բանի հետ Մայքլ Սանդելի հետ, որ այն Justice-ի հայտնի փիլիսոփայ, այն որ Հարվարդում թատրոնում անում է հայտնի դասախոսությունները, իրանք իրար հետ ոդկաստ էին։ Լավ շոումեն է։ Ну, շատ խելացի է, ասենց ասեմ, չգիտեմ շոումենը ինչքանով, բայց ու քննարկման թեման էդ էր էլի, որ արդյոք հասարակությունը այս ստեղծված իրավիճակում ունի զարգացման ճանապարհ, թե մենք անընդհատ ռեգրես ենք ունենալու ենք իրավիճակ, որ հասարակությունը լինելու է երկփեղկված, հասարակությունում խմբերը իրար չեն հասկանալու ու ոչ թե գնալու ենք ինչ որ վեկտորի ուղղությամբ իրար հետ, մեր երկիրը ավելի լավը սարքելու, այլ գնալու ենք իրար ընդդիմանալու ճանապարհով, որտեղ լինելու է փոքր խումբ, անուն ինչ ուզում ես դիր, տեխնոօլիգարխներ, տեխնոկրատներ, որոնք որ ունենալու են շատ բան, ու լինելու են լիքը մարդիկ, ովքեր որ ենթադրենք AI-ի ազդեցության ներքո ոչ մի բան չեն ունենալու։ Ու դու ո՞նց ես այդ հասարակության դիլեման լուծելու, որտեղ ամեն մարդ ունի մի ձայն, ու դեմոկրատիայում ըստ էության ընտրվում է այն, ով որ ավելի շատ ձայն է ստանում։ Ու լիքը այդտեղ հարցեր է առաջանալու, ես նամակ գրեցի Դարոնին այդ օրը, իրար հետ մենք հիմա խոսում ենք այդ թեմայով, ինքն է գիրք է գրում դրա մասին։ Պատկերացրեք իրավիճակներ, որոնք բոլորիս ծանոթ են։ Խցանման մեջ սկսում եք անընդհատ ազդանշան տալ։ Կոնֆլիկտ եք ունենում ղեկավարի կամ գործընկերների հետ, կամ պարզապես առօրյա խնդիրներից պայթում եք, անգամ չհասկանալով, թե իրականում ինչու եք այդքան նյարդայնացած։ Հենց այս պահին ձեզ կօգնի նյու նորմը։ Սա խելացի, ապահով եւ անանուն մենթալ տարածք է, որտեղ կարող եք պարզապես խոսել ու քննարկել այն ամենը, ինչ ձեզ այդ պահին անհանգստացնում է։ Սա ուղղակի հաճելի բաներ ասող հարթակ չէ, ոնց որ շատ ԱԲ գործիքներ։ Այն գիտականորեն հիմնավորված է եւ օգնում է գտնել խնդրի արմատը։ Նյու նորմը հասկանում է հայերեն եւ ձեր խոսակցությունների հիման վրա կառուցում է mind graph, ձեր մտքերի ու թրիգերների վիզուալ քարտեզը։ Այն կօգնի հասկանալ ձեզ ու ավելի ճիշտ պլանավորել ձեր օրը։ Եթե ունեք կուտակված մտքեր ու հարցեր, որոնք պետք է դուրս հանել, սկսեք հենց այսօր, այցելելով newnorm.app։ Հիմա շատ են խոսում այդ K-shape տնտեսության մասին, չէ՞, կայանման, որ մի խումբը շատ արագ աճում է, մնացածը իջնելու են ներքև, իսկ Հայաստանում ո՞նց է ձեր կարծիքով։ Հայաստանում ինձ թվում է էապես չի տարբերվելու դրանից։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է, որ մեր հանրային հատվածը, որը կայացնում է շատ բարդ որոշումներ, չէ՞, մենք որպես կանոնի չենք ասում, մարդիկ գրում են բիզնես դպրոց, որովհետև իրանց թվում է, որ բիզնեսը ամենաբարդ որոշումներն է կայացնում աշխարհում։
Բայց ես ուզում եմ ասել, որ Մեզ էլ ամենաբարդ են տես որոշումները, խաբել, որ եկանք NBA։ այո, ամենաբարդ որոշումները կայացվում են հանրային հատվածում, որտեղ ամենալրջագույն խնդիրները կանգնած են հանրային հատվածի առաջ։ Հիմա դու նայ ունես հասարակություն ու գիտես, չէ՞ որ այս պահից ինչ որ T + ինչ որ ժամանակ անց դու ունենալու ես հասարակություն, որը ավելի բևեռացված է ալնելու։ Հա, Հիմա այդ բևեռացվածության հարցը ո՞նց է լուծելու։ Բիզնեսը այդ հարցը չի կարա լուծի։ Դու պետք է անես քաղաքականություն, հանրային քաղաքականություն կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում, տնտեսության հետ կապված հարցերում, հարկային վարչարության մեջ, որը որ ինչ որ առումով կբերի մի իրավիճակի, որ դու կունենաս ոչ թե առճակատման, այլ կոինտեգրացիայի հասարակություն։ իսկ այդ process-ների մեջ կենտրոնական բանկի ինչ դեր ունի։ Շատ մասնակի ըստ էության, որովհետև դու կարող ես իհարկե գնաճի միջոցով, գնաճը ցածր պահելու միջոցով նպաստես, որտեղ գնաճը հիմնականում խփում է ցածր խավին։ Ահա։ Նպաստես նրան, որ ցածր խավը այդ բարդությունները իր վրա շատ չզգա, բայց մեկը այդ գլոբալ խնդիրը, որը գիտելիքի արժեքների ու էլ տիրույթներում է, կենտրոնական բանկը տեղ անելիք այդքան չունի։ Հասկացա։ Ես հիշում եմ մեր դասերից մեկի ժամանակ, գիտեք ինչ պատմեցիք, պատմում եք այդ պետությունների զարգացման ընթացքը ու օրինակ վերեցիք, որ ինչ որ մի կետ է գալի, որ դրանից հետո հնարան անհնար աճացնել, եթե հասարակական փոփոխություններ չլինի։ Ու այդ պահին զանգը տվեց։ Ուզում եմ հարցնեմ, ինչ նկատի ունեք։ Այդ հարցը 7 տարի պահել եմ։ Իհարկե հարցի հիմա չեմ հիշում, բայց փորձեմ Չէ, իմաստն էր այդ ձեր ասացի, որ տնտեսապես կարաս աճես մինչև ինչ որ սահման։ Դրանից հետո եթե հասարակական լուրջ փոփոխություններ չի լինում, որը հենց գալիս է այն թեմային, որ դուք նոր ասում եք, առանց դրա դու չես կարող մեկը ինչ որ մի կետից այն կողմ աճացնես երկիրը։ նայ ժամանակին, եթե տնտեսական պարադիգմաները նայես, այդ նեոդասական տնտեսական աճի տեսություններ, բաներ, այդ ամեն ինչը գնում է նրան, որ կա արդյունք, որը որ դու ստեղծում ես, ու հիմնականում արդյունքը ստեղծվում էր կապիտալի ու աշխատուժի միջոցով։ Հետո ավելացավ մի կոմպոնենտ, որի անունը դրեցին տեխնոլոգիաներ, ու դրա համար հիմա մարդիկ էս վերջերս մի քանի հատ Նոբելյան մրցանակ ստացան, օրինակ Ագիոնը Հովիտի հետ, այս վերջի Նոբելյան մրցանակը հենց այդ creative disruption-ի մասին էր։ Հենց հասարակություններն էլ կամ տնտեսություններն էլ այդ աճի զարգացում ունեն, էլի դու երբ որ շատ ներքևում ես, ինչ փոփոխություն էլ անես, ինքը կարճ ժամկետում դրական արդյունք է տալիս։ Երբ որ դու գալիս ես հասնում ես ինչ որ միջին մակարդակի, որտեղ դու ունես որոշակի կյանքի արդեն ձևավորված ինչ որ կառուցվածք, օրինակ Հայաստանը, որ այս պայդրությամբ ունի ինչ որ հնայի մակարդակ մոտարապես $9,000 մեկ շնչին, ու մինչև $15,000-$20,000 այդ միջին շերտը իրանք ունեն կապիտալը ավելացնելու միջոցով կամ արտադրողականությունը աշխատանքի ավելացնելու միջոցով աճի հնարավորություններ։ Երբ որ դու ուզում ես դրանից վերև գնաս, դու տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ պետք է անես, այսինքն քո մոտ պետք է աշխատի ինովացիոն մեխանիզմները։ Այսինքն դու պետք է ունենաս ընկերություններ, որոնք որ ստեղծում են բան, որը որ մյուսները չեն ստեղծում, չէ՞։ Հա։ Մարդը, ֆիրման ու պետությունը նույնական են։ Հիմա մարդու օրինակով նայի։ Պատկերացրու մարդ, որը ունի 8-ամյա կրթություն, ստանդարտ կրթություն, որը ոնց որ ունեն մեր հասարակության Գաուսի քրվի 2/3-ը կամ չգիտեմ, 3 սիգման։ Պլյուս մինուս։ Այդ մարդը կարա ակնկալի, որ ինքը լինելու է մյուսներից ավելի հարուստ։ Ենթադրում եմ, եթե լինի էլ դա լինելու է պատահականություն, հա։ Ովքեր են հաջողակ կամ ովքեր են ավելի կյանքում հասնում ինչ որ արդյունքների։ Այն մարդիկ, ովքեր որ կարող են առաջարկել ինչ որ բաներ, որ մյուս մարդիկ չեն կարող առաջարկել։ Չէ, ովքեր որ ունեն գիտելիք, ովքեր որ ունեն փորձառություն, ովքեր որ ունեն ինչ ուզում ես անունը դիր, բայց ընդհանուր այդ մարդը տարբեր է ու ունիկալ է մյուսներից։ Նույնը ֆիրման է, ֆիրմայի գոյության իմաստը այն է, որ ինքը տա ապրանք ու ծառայություն, որը մյուսները չեն տալիս։ Եթե դու տալու ես նույն ապրանքն ու ծառայությունը, ինչ որ տալիս են բոլոր մնացածը, դու ունենալու ես բոլոր մնացածին համարժեք շահույթի ինչ որ մարժա, որը լինելու է շատ միջին։ Դու ունենալու ես հերթական ապտեկան, դու ունենալու ես հերթական վարսավիրանոցը։
Դու չես լնելու Google-ը։ Հա։ Նույնը պետություններն են։ Եթե դու արտադրում ես ապրանք կամ մատուցում ես ծառայություն աշխարհին, որը որ քո պես արտադրում ու մատուցում է 60 երկիր, դու չես կարող հարուստ լինես։ Բայց կան աշխարհում երկրներ, որոնք բացառիկ են, որոնք արտադրում են ապրանքներ ու ծառայություններ, որ ուրիշ ոչ մի երկիր չի արտադրում։ Օրինակ, չգիտեմ, Կորեա, Գերմանիա, Ամեն մեկը իր Ամերիկա։ մասով Կորեա, Գերմանիա, Սինգապուր, Ամերիկա, Հոլանդիայում կա ինչ-որ կլաստեր, ֆրանսիացիները ունեն ինչ-որ մի բան, եւ այլն, հա։ Հա դե Բայց Հոլանդիան ASML ունի։ ASML շատ բաներ ունի, բայց ASML-ը լավն է, հա։ Իրոք ինքը տենց առանձնացող բան է։ Բելգիայում կա դրա R&D կտորը, չգիտեմ, Թայվանում կա դրա վերջին փուլը, չէ, Nvidia-ն անում է ինչ-որ մի բան, բայց հավաքական իրանք իրար հետ անում են մի բան, որը որ էապես տարբերվում է ապտեկայից։ Հա, մի քիչ տարբերում։ Դրա մասն էր խոսքը երևի։ Հա։ Իսկ մենք ոնց կարանք, օրինակ անհատի մակարդակով պատկերացնում եմ ընկերության մակարդակով է քիչ թե շատ։ Եթե ընկերության մակարդակով նայենք, ոնց կարանք մենք անենք, որ նման ընկերությունները Հայաստանում շատանան կամ ընդհանրապես լինեն։ Օրինակ ձեր հետ այդ թեմով շատ ենք խոստացել վստահության այդ trust վստահության միջավայրի մասին։ Օրինակ ինձ թվում է ամենակարևոր կետերից մեկը հենց այդ է, որ transaction cost-ը մեծացրել ունի։ Շատ բարդ է, որովհետև ինքը մի քանի կարևոր ինգրեդիենտների համատեղում է։ Այսինքն դու պետք է ունենաս տեսլական, որը քեզ տանելու է այն կետին, որով դու տարբերվելու ես։ Այսինքն դու պետք է սահմանես մի հատ տեսիլք, որը տարբեր է այսօր շուկայում եղած տեսիլքներից։ Այդ առաջին կետն է։ Ու պետք է կարողանաս հստակ ձևակերպել։ Երկրորդը դա դրա իրագործումն է, execution-ն է։ Այսինքն եթե դու ունեցար տեսիլք, բայց չկարացար այդ իրագործես, ինքը դառնում է երազանքի նման մի բան, էլի, կենացալու։ Բայց էդ էլ իր հերթին գալիս ես դու մտնում ես մի միջավայր կամ մի տեղ, օրինակ ֆիրմայի մակարդակով, որտեղ շատ կարևոր է ֆիրմայի ներքին կուլտուրան։ Ինչին է միտված այդ մարդկանց խումբը, ովքեր որ իրար հետ ստեղծել են այդ համատեղ ընկերությունը կամ համատեղ բանը։ Ակբա բանկի միջոցով միջազգային փոխանցումները դարձել են ավելի արագ եւ հասանելի։ Շնորհիվ աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի The Bank of New York Mellon-ի հետ համագործակցության կարող եք կատարել փոխանցումներ ԱՄՆ դոլարով բոլոր հիմնական ուղղություններով ձեր բիզնեսի տարբեր կարիքների համար։ Ներմուծեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր բիզնեսի ընդլայնման համար եւ զգացեք գործարքների կատարելու լիակատար ազատություն։ Մի սպասեք վաղվան, ընդլայնեք ձեր բիզնեսի սահմանները այսօր, մուտք գործելով Agba Digital կամ այցելելով ձեզ հարմար մասնաճյուղ։ Օրինակ, եթե դու պատմական էքսկուրս անենք, չէ՞։ Ես այդ օրինակը շատ եմ սիրում ու դրա մասին սկսել եմ նաև ինչ-որ առումով կարդալ նայել, այդ մենք անընդհատ մտածում ենք, որ ինքը պիտի լինի ապրանք, չէ՞, ստեղծվածը, արդյունքը, ապրանք կամ ծառայություն, բայց շատ հաճախ ինքը լինում է գաղափար, որը որ ծնունդ է տալիս ոչ թե մի ապրանքի կամ մի ծառայության, այլ ծնունդ է տալիս միլիոնավոր ապրանքների, դա կապիտալիզմն է օրինակ։ Կապիտալիստական համակարգի ձևավորումը, համակարգի ձևավորումը, որը եղավ մի երկրում, Հոլանդիայում, որը որ աշխարհից կտրված ոչ այդքան հարուստ երկիր էր, չէ, բայց հավաքվեցին 1602 թվին մի քանի հոգի ու որոշեցին, որ պետք է հիմնեն մի հատ ընկերություն, որը որ պետք է առևտուր անի Ասիայի հետ։ Պետք է բերի այդ պահի ամենապահանջված ապրանքները Հոլանդիա ու վաճառի։ Սպեցիաներն էր, չէ՞։ Սպեցիաներն էր, բայց իրանց հավաքական կերպարը այդ կապիտալիզմն էր, այսինքն իրանք risk sharing արեցին իրար հետ։ Հա։ Առաջի ստոկն էլ այդ ժամանակ առաջած։ Հիմա այդ կապիտալիզմի գաղափարը ստեղծելը, չէ՞, թվում է թե այդքան բարդ բան չէր, չէ՞։ Ես գալիս եմ, քեզ ասում եմ Նարեկ ջան, արի իրար հետ նավ վարձենք կամ նավ սարքենք, ու այդ նավերը թող գնան, եթե հանկարծ ռիսկը չարդարացավ, կորուստը կիսենք։ Նախ ենթադրում եմ, որ ես քեզ պետք է վստահեմ, դու ինձ պետք է վստահես ու պատրաստ ենք այդ ռիսկը կիսելու։ Երբ որ այդ անում ենք, մենք դրան զուգահեռ ստեղծում ենք մեխանիզմներ։ Չգիտեմ, մասնավոր իրավունքի պաշտպանություն, մասնավոր սեփականության պաշտպանություն, օրենքների գերակայություն, ու այդ ֆունդամենտները ստեղծում ենք, որը հետո գնաց տեղափոխվեց Անգլիա ու դարավ ինդուստրիալ հեղափոխության հետ մի հատ բան, որը աշխարհը փոխեց, որովհետև մինչև 1600-ականները, եթե դու նայես տնտեսական զարգացումը աշխարհի,
ինքը ուղիղ գիծ է։ Մարդիկ ինչ արտադրում էին, այդ սպառում էին։ Հավելյալ աճ չկար, որպեսզի կուտակում տեղի ունենար։ Այսինքն մի գաղափար, որ ծնվեց մի քանի հոգու մեջ, փոխեց ամբողջ մեր ընդհանուր երկրագնդի իրականությունը զարգացումը, չէ՞։ Ու եթե դու նայես, մի հատ էլ հետաքրքիր ֆենոմեն կա, մինչև այդ ամեն ինչը տեղ ու այդ կարա լինի միավեկտոր ու դու ասես հա մի հատ տնտեսությունում զարգացում եղավ, բայց ինքը այնց հետաքրքիր է, որ ինքը միավեկտոր չի։ Օրինակ արվեստը դրանից ոնց փոխվեց։ Հիմա նայ, կար միջև այդ դոմինանտ գերտերություն, որը Իսպանիան էր։ Իսպանիայի պալատական նկարիչը Վելասկեսն էր։ Վելասկեսը պալատական նկարիչ էր։ Ում էր նկարում, նկարում էր թագավորին, թագուհուն, ինֆանտաներին եւ այլն, չէ՞։ թագավորի շանը Հոլանդացիների նկարիչը ով է։ Ռեմբրանդը։ Ռեմբրանդ Ռեմբրանդը ում է նկարում։ Նկարում է առևտրականներին ինձուքես քաղաքացիներին Ամստերդամ, այսինքն Ամստերդամի քաղաքացիները այնքան փող ունեին, որ կարան Ռեմբրանդին նկար պատվիրեին, որտեղ մենք risk sharing էինք արել, կապիտալիզմ էինք ստեղծել ու հարուստ էինք։ Շատ հետաքրքիր է, որ գիրքը, որը հանել են, այդ stock company 7 հոգի ծառա կա, որ stock են ունեցել։ Ծառա։ Այսինքն մարդիկ եղել են ծառա, invest են արել stock-ի մեջ, ու հետո դառել են հարուստ մարդ։ Տան սպասարկող անձնակազմը տերերի հետ միասին փոքր մասնակցություն ունեցել այդ Dutch East India Company-ի մեջ։ Բայց եթե 500 տարի առաջ գանք մեր այսօրվա Հայաստանը, այդ վստահության կտորը ինձ թվում է անգամ այսօր Հայաստանում չկա։ Շատ քիչ է։ Քիչ է, հա, որ ինչ-որ մեկը գա, դու իրան լրիվ վստահես ու ռիսկ կիսես։ Ցավոք քիչ է։ Իսկ ի՞նչն է պատճառը ձեր կարծիքով։ Պատճառը չգիտեմ, ես էթնոանթրոպոլոգ չեմ, էլի, որ ինչ-որ սոցիալական շերտեր խորանամ, բայց մի քանի պատճառ, որ տենց մակերեսին կարելի է մտածել, դա նա, որ մենք չենք ունեցել պետականություն ու անընդհատ ապրել ենք ինչ-որ մի պետության ներքո ու մեր ու պետության ինքնությունների նույնականացում տեղի չի ունեցել։ Մենք պետությանը միշտ հակադրել ենք ընտանիքին ու մեր շահերին։ Օսմանյան կայսրության շահը չի եղել Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերի շահը։ Վստահության պակաս է եղել։ Հետո դրանից հետո եղել է սովետական միությունը, չէ՞, որտեղ մասնավոր սեփականություն ընդհանրապես չի եղել։ Այսինքն ամեն ինչը եղել է, ես ձև եմ անում, մտքում քեզ վճարում եմ, դու էլ ձև ես անում, թե աշխատում ես, բայց ամեն մեկը իր հետ ինչ որ հարցեր են լուծել, գնացել ենք առաջ։ Ու գողանալը եղել է նորմ, այդ օքեյ է եղել, որովհետև այդ ոչ մեկինն էր։ Գործարանից ինչ որ բան տուն բերելը, դա նորմալ վարքագիծ էր, որովհետև ումից էին գողանում, ոչ մեկից։ Հիմա մենք ունենք պետություն 30 տարի կամ ինչ որ մի քիչ ավել։ Արդյոք դա բավարար ժամանակ է, որ մեր այն legacy-ն, որ մեր հետ բերել ենք, ամբողջացնամ ձևով զրոյանա, ու մենք լրիվ նույն ձևով նոր ձևով մտածենք։ Չգիտեմ, երևի ինչ որ ժամանակ է պետք։ Կգանք ինչ որ մի կետի դրան։ Ձեր կարծիքով ինչ քայլեր է պետք։ Չեմ կարող ասեմ կոնկրետ ինչա պետք է ապրել ու պետք է տնտեսությունը զարգացնել, երբ որ տնտեսությունը զարգացավ, հնարավորություններն կզարգանան, իսկ թվում է նաև արդեն հնարավորություն կստեղծվի, որ կամպանիաները մտածեն ավելի ուրիշ ուղղությամբ, մարդիկ էլ ավելի շատ փող ունենան, որ կարողանան ինվեստ անեն։ Իսկ հիմա երևի օրգանիկ ավելի, քան ինչ որ հեղափոխական բաներ են։ Հասկացա։ Տնտեսության վիճակը ոնց է հիմա Հայաստանում։ Հիմա տնտեսության վիճակը լավ է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք մի հատ լավ կետում ենք հայտնվել, որ կա բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ։ Ինչը աշխարհում խնդրեմ է, էլի։ Այդ գնաճի ինչի հետ է կապված։ Դա կապված է հիմնականում երկու բանով՝ ներսի process-ներ, ներսի տնտեսական զարգացման process-ներ, օրինակ, չգիտեմ, արդարություն, հարկային համակարգի հասկացվածությունը, պետության կողմից ինչ որ ռեֆորմներ եւ այլ, կենտրոնական բանկի կողմից գնաճի ճիշտ կառավարում, ֆիսկալ պատասխանատվություն, որը վաղուց սկսվել է ու հիմա էլ շարունակվում է, օրինակ, այդ բյուջետային կանոնը, եթե ճիշտ եմ հիշում, 16 թե 17 թվին դրեցին, ու այդ կարևոր կանոն է, այսինքն ինքը հստակ տալիս է, թե ֆիսկալը ինչով կարա զբաղվի, ինչ չպետք է անի։ Ու կա էկզոգեն բնականաբար գործոններ, որ 2022 թվականի այդ ռուս-ուկրաինականից հետո կապիտալ, մարդիկ, տաղանդ, կապեր, հնարավորություններ եւ այլն։ Այսինքն այդ երկուսի համակցությունը ստեղծել է մի իրավիճակ, որ պատմականորեն մենք չենք ունեցել։ Շոկերը միշտ որ Հայաստան եկել են, իրանք եղել են բացասական։ Էսի դրական շոկ էր։ Այս դրական շոկ կա ու հնարավորություն կա, որ կարող է էլի դրական շոկեր լինեն։
օրինակ տնտեսական սահմանների բացում, եթե Իրան-Ամերիկա հարաբերությունները կարգավորվեն, Իրանում ինչ-որ փոփոխություններ լինեն, տենց ինչ-որ հնարավորություններ կարա լինի։ Հա։ Իսկ այդ կապիտալի հոսքը երկրի համար նման չի, չգիտեմ, նարկոտիկի, որին դու սովորում ես։ Մի մասը կարա լինի, այդ հոթմանի մասն ես ասում, այսինքն այդ Բան փողնա էլ որ էդ գալիս ոնց է ու գնում է։ Ավելի շատ բան այդ ռեսուրսների անեծք դրա մասին են խոսում, օրինակ այն երկրները, որ նավթ ունեն, մեծ ամասնությունը սովորաբար աղքատ երկրներ են, որտեղ այդ ռեսուրսները իրանք շատ լավ չեն կառավարում, երևի Նորվեգիայից բացի ու Էմիրություններից բացի բոլորը այդ խնդիր ունեցել են, ու մեր համար է երևի դա ինչ-որ ռեսուրս, որ էժան Այս կապիտալ է ավելի գալի։ նման է տաք փողերի գալու գնալու պատմության, բայց այդ էլ չկա, որովհետև մենք սրանից մի 5 տարի առաջ ինստիտուցիոնալ ներդրողներ Morgan Stanley, Barclays եւ այլն, տենց ինստիտուցիոնալ ներդրողներ մեր պետական պարտատոմսերի շուկայում չունեինք։ Այսօր մեր դրամով պետական պարտքի 10%-ը իրանց մոտ է։ Այսինքն իրանք Հայաստանում ինչ որ բան են տեսնում, որ եկել են Հայաստան։ Տեսնում են թե պորտֆելն են Բնականաբար դիվերսիֆիկացվել պորտֆելը, բայց ինչի չեն գնում Սենեգալ, գալիս են Հայաստան, միջև այդ ինչի չեն դիվերսիֆիկացնում։ Այսինքն ոնց է Հայաստանը հայտնվել ռադարների վրա, էլի։ Դու հիմա գնում ես, ես վերջերս Լոնդոնում էի, Lion Finance Group-ը FTSE 100-ում էր։ Lion Finance Group-ը երկու հիմնական ակտիվ ունի, Bank of Georgia-ն ու Ամերիաբանկը մեր։ Ուտեղ երբ որ խոսում էինք տարբեր գոլեգաների հետ, ովքեր roadshow-ների են մասնակցում, ինվեստորների հետ խոսում են։ Հա։ Հիմա այդ փաստորեն Lion Finance-ը երկու երկրում երկու մեծ ակտիվ ունի։ Բոլորի պնդմամբ, բոլոր ինվեստորների հետաքրքրությունը 90%-ով Հայաստանի վերաբերել է հիմա այս պահին։ Բայց այդ հետաքրքրությունը որտեղից է եկել։ Գալիս է նրանից, որ կա մակրոկայունություն երկրում, կա զարգացման ինչ որ երևի պոտենցիալ, որ իրանք գնահատում են, որ կարա իրագործվի, ու քվասած դիվերսիֆիկացիայի էֆեկտն էլ նաև կա։ Հա։ Իսկ բանկային ոլորտի կանոնությունը Բանկերը շատ փող ունեն այսօր։ Հա, նկատել ենք։ Ոնց որ Բանկերում շատ կարևոր է նոր սերնդի ստանդարտներ դնել, շատ կարևոր։ այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ այն ինչ որ ունենք, ինքը պիտի էապես վերափոխվի։ Մենք պետք է ունենանք բաց բաժնետիրական բանկեր, ովքեր որ ցուցակված են միջազգային շուկաներում։ Մենք պետք է ունենանք միջազգային ինվեստորներ, որոնք որ մեր բանկերում ներդրումներ ունեն, միջազգային ինստիտուցիոնալ ինվեստորներ, օրինակ Goldman Sachs-ը, JP Morgan-ը, Fidelity եւ այլն, պիտի փոքր փայամասնակցություններ ունենան մեր բանկերում։ Բայց մեր բանկերը սեփականատերը պատրաստ են դրան։ Ոնց որ թե այդ բանը այդքան էլ չէ։ Բայց ոնց որ Փոխվում է։ տեսնենք։ Չեմ ուզում ինչ որ բաներ ասել, բայց Հա։ նկարահանվում ենք, չէ՞։ Այո։ Եթե չնկարահանվում ենք, համոզված եմ լիք մարտես բան հեռախոսը հանեց։ Իսկ բանկային ոլորտի ապագան որն է, օրինակ հիմա շատ խոսում են այդ stable coin-ների մասին, թվայնացման մասին, հետաքրքիր, չգիտեմ, fintech product-ներ կան աշխարհում, Stripe-նա, Revolut-նա ու շատ, չգիտեմ, շատերը ոլորտը ուր է գնալու, արդյոք բանկերը կլինեն ապագայում, թե չէ։ Ես չգիտեմ իրանք կլինեն բանկ, թե իրանք կլինեն ինչ որ payment ընկերություններ, որ ունեն նաև բանկային լիցենզիա, տարբեր մոդիֆիկացիաներ կարա լինի, բայց գաղափարը այն է ալնելու, որ դու պիտի կարողանաս մարդուն, քո հաճախորդին, մատուցես ծառայություն, որը արագ է, գրեթե անվճար է ու ապահով է։ Եթե այդ 3 կրիտերիաները կարացար անես, օրինակ stable coin-ները ինչ են, իրանք վճարելա որպես խնայողություն կամ որպես ներդրում, որպես կանոն իրանք այդքան շատ չեն օգտագործվում, բայց payment-ների աշխարհում այսօր իրանք շատ պոպուլյար են, որտեղ իրանք friction-ներ կան, խնդիրներ կան, որ իրանք լուծում են ռեալ, չէ՞։ Հիմա այդ տեսանկյունից եթե payment-ում stable coin-ն է անում, ես կարծում եմ ինչ որ պահի այդ open banking-ի հետ, որ դու կարողանաս քո դատան ինքդ կառավարես, մի բանկից մյուս բան անես, մրցակցությունը բերելու է որակի բարձրացման։ Ես չգիտեմ, այդ Bill Gates-ն էր ժամանակին ասում banking yes, banks no։ Մենք տեսնում ենք, որ բանկերը հələ միջև հիմա կան, չնայած այդ 30 տարի առաջվա երևի արված կանխատեսումներ կամ 20 տարի առաջվա։ Ես կարծում եմ բանկեր կլինեն, բայց իրանք կարող է ապես վերափոխեն էլի իրանք մոտեցումները։ Իսկ ռեգուլյացիայի մասով կենտրոնական բանկը հասցնում է
փոփոխությունների տեխնոլոգիայի հետ։ Օրինակ կրիպտոյի մասով շատ երկար ժամանակ փոփոխություն չկար, չէ՞ շուկան։ Կրիպտոյի մասով աշխարհը չէր հասկանում ինչ պիտի անի կրիպտոյի հետ, Հիմա հասկանում ենք, չէ, չէ։ չէ, նենց չի որ հասկանում ենք, որովհետև ինքը անընդհատ փոփոխվող աշխարհ է, ու այդ քո հարցը լավն է այն առումով, որ արդյոք ռեգուլատորները այնքան դինամիկ են, որ կարողանան այդ բոլոր փոփոխությունները բանանեն, ցավոք ոչ, որտեղ մենք ունենք էական սահմանափակումներ, իսկ նորարարությունը անսահմանափակ է իր հնարավորությունների մեջ, բայց պիտի մաքսիմալ փորձենք արագ բանանենք։ Իսկ կարող է որ տեխնոլոգիան sense արագ փոփոխվում է հիմա, ընդհանրապես այդ regulation-ի framework-ն է պետք փոխել։ Ինչ անել։ Չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Դե որտեվ ոնց որ մուկն ու կատու խաղան էլի անընդհատ իրար հետ, ու շատ անգամ տեխնոլոգիական ընկերությունները փորձում Այդ են միշտ է տենց եղել։ Այսինքն դու փորձել ես, դու չէ էլի, դարերով եկած բան է, դու կարգավորում ես մի բան, ինչը արդեն ստեղծվում է։ հա Այդ պրիվենտիվ կարգավորումները միշտ չի որ լավ բան են, որտեղ իրանք չգիտես էլի, այդ կարգավորման արդյունքում կարող է շուկան սպանես, ընդհանրապես այդ product-ը չստեղծվի էլ։ Բայց երբ որ product-ը ստեղծվում է, դա իր այդ ռիսկեր ունի, որ ինքը կարա իր մեջ ռիսկեր պարունակի, որ դու չես ռեգուլատիվ կերպով լուծել, ինքը տարածվի ինչ որ խնդիրներ ստեղծի։ Դրա համար չգիտեմ, դրա համար եմ ասում, որ հանրային որոշումները շատ բարդ են։ հա իսկ կենտրոնական բանկը պլանավորում է մի օր digital դրամ ունենա։ Խոսակցություններ ներսում կան բանկի, բայց այդտեղ մի քանի այլ ընտրանք կա, թե օրինակ stable coin-ները եղան ու զարգացան, լավ խաղացողներ ունեցանք stable coin-ների, որը որ payment-ի հարցը լուծում է, այլ digital դրամի ստեղծման նպատակը որն է։ Եթե դու նայում ես այդ digital central bank digital currency-ներին, CBDC կոչեցյալներին, որպես կանոն իրանք շատ use case-եր չունեն։ Որպես կանոն programmable է փողը, այսինքն կոնկրետ նպատակների վրա կարաս ծախսես, տրվում է պետական ծրագրերի իրագործման համար, բայց եթե դու ունես լավ payment համակարգ, որը կայուն է, զարգացող է, մարդու համար քիչ ծախսերով է, ապահով է ու արագ է, հա իսկ կենտրոնական բանկը զբաղվում է օրինակ այնց հարցերով մարդիկ ոնց են ներդրում անում, ոնց են խնայողություններ անում, օրինակ Հայաստանում եթե պատկերնայինք շատ ավելի շատ մարդ անշարժ գույքի մեջ է ներդրում անում, քան օրինակ նույն արժեթղթերի։ Չէ, այն ինչ որ մեր դաշտում է, մենք դրա վիճակագրությունը ունենք, բայց ոչ այն գրանուլար մակարդակով, որով որ դու նկարագրում ես, այսինքն մենք գիտենք, որ ֆիզիկական անձանց հոլդինգները այս տիպի պարտատոմսերի մեջ այսքան է, բայց անշարժ գույքի մասով մենք այդ ինֆորմացիան չունենք, էլի։ Բայց հայկական հենց պետական պարտատոմսերը շատ պոպուլյար է, չէ՞, սովորական մարդկանց մոտ։ Չէ, այդքան պոպուլյար չեն, հիմնական ներդրողները ավելի մեծ ինվեստորներ են, քան ֆիզիկական անձինք միանշանակ։ Բայց լավ տոկոս են տալի։ Դե արի ռեկլամ անենք, որ հայկական պետական պարտատոմսերը լավ ռեկլամ են տալի, լավ տոկոս են տալի, որ մարդիկ ներդրումներ անեն։ Հա, դա հետաքրքիր է։ Փոքր գումարներով միշտ ներդրում անելը ու այդ ներդրումները անել երկարաժամկետ հորիզոնի համար լավ միտք է։ Հա, բայց compounding-ի ուժը կարևոր է։ Հա, բարդ տոկոսի։ Պարքերն էլ է դες կուտակվում, հավաքածուտ փողն է։ Իսկ Հայաստանում այդ սպառողական վարկերի աճի տեմպը վախենալու չի։ Մենք դրան ուշադիր հետևում ենք իրականում, այսինքն մենք հիմա չեմ ուզում ինչ-որ մասնագիտական բան ասեմ, որտեղ ոդքասթը դրա համար չի, էլի երևի մեզ լսողները չձանձրանան, բայց խաղի կանոնը սենց է, երբ որ ինչ որ մի բան շատ է ավելանում, մենք փորձում ենք բանկերի մոտ սեփականատերերի փողի մասնակցությունը մեծացնել, բուֆերներ ստեղծել սեփական կապիտալի, որով եթե հանկարծ ռիսկը մատերիալիզացվի ու չկարանան վճարեն իրենց պարտքերը, սեփականատերը այդ ռիսկը ծածկի իր սեփական միջոցներով։ Ես այդ պարքի մասը գիտեք ինչ մասով է ես վերջերս մտածում, որ երբ որ դու շատ վարկավորված ես ֆիզիկական անձի մասին է խոսքը, շատ հնարավորությունների չես կարող հավասես, որովհետև պետք է վարկ փակես։ Հա, տենց է։ Այսինքն դա էլ է մարդու տրամաբանական ընտրություն։ Չես կարա համ ունենաս շատ վարկ, համ էլ, չգիտեմ, ինչ անես, գնաս Մայամի հանգստանալու, ստարտափ անես։ Օրինակ եղել է լավ պրոյեկտներ, որ ու դու վարկ ես ունեցել, հա, հեռուստացույց։ Եղել է օրինակ
թարմ պատմություն եմ պատմում։ Մի հատ շատ լավ պրոյեկտ կար, ընկերներից մեկի հետ խոսում ենք, ասում եմ payback-ը շատ մեծ կլինի, իրոք եթե կարողանանք էս անենք, շատ լավ գումար կարանք աշխատենք, ասավ չեմ կարող ժամանակ տրամադրեմ, պետք է գործից տեղը մի քիչ ավելի շատ պետք է աշխատեմ, որովհետև բոնուս են խոստացել, որ հիպոթեկս շուտ փակեմ։ Մետ էլ այդ մարդու ընտրությունն է, որ ուզում է լավ կոմֆորտնի տանը ապրի։ Այսինքն ընտրության հարցը։ Երկի։ Բայց եթե մենք ուզում ենք դինամիկ տենց զարգացող երկիր կառուցենք, դրանց Այդ անհատի մակարդակի որոշումը։ Այսինքն դու չես կարող մարդուն ասես դու այսօր ապրի 1 սենյականոց բնակարանում զրկանքներով, ոչ թե հիպոթեք վերցրու ապրի 3 սենյականոցում ու հարմարավետ, որտեվ կարող է հորիզոնի վրա 3 տարի հետո մի հատ ստարտափի հնարավորություն լինի, որը որ կարող է գայթակղիչ լինի։ Քանի հատ տենց մարդ գիտես, որ գնաս այդ պատմությունը պատմես, տենց տոգորվելու է ու այսօր շարունակելու է 3 տարի ապրել մի սենյականոցի մեջ։ Մի քանի հոգի հաստատ այնտեղ կա։ Մի քանի հոգի այնտեղ գիտեն, որ հարցը դա որ մի քանի հոգի էլի։ Բայց այդ երկարաժամկետ դրանից ինձ թվում է պետությունն էլ է շահում, որովհետև այդ մարդիկ կարողանում են բիզնեսներ ստեղծեն, որոնք ավելի շատ հարկ են տալիս։ Այսինքն դու չես ապրում մենակ սպառողական։ Ստարտափները որպես կանոն հարկ չեն տալիս։ Դե անպայման չի տեխնոլոգիական ստարտափերն էլի։ Միգուցե։ Այդ հարցը շուտ մտածել եք։ Չէ։ Չէ, ավելի մի քիչ ուրիշ հարցեր կա, որոնց շուրջ ես մտածում եմ։ Այս քնելուց միշտ ուրիշների պարքերի մասին եմ մտածում։ Դու երջանիկ մարդ ես, որ պարտքը ուրիշներինն է, մտածմունքը քոնն։ Հա ու պետական պարքի մասին եմ մտածում։ Մարդ կա, որ էլի մտածում է պետական պարքի մասին քնելուց առաջ։ Տեսեք։ Ժողովուրդ ջան, հանգիստ քնեք, պետական պարտքը հնայի 50%-ից ցածր է, հանգիստ քնեք։ Իսկ այդ ցուցանիշը ինչ է նշանակում, որ եթե հնայի 50%-ից ցածր ուրեմն օքեյ ենք։ Այդ նշանակում է, որ քո ամբողջ պարտքը քո տարեկան ստեղծած արդյունքի 50%-ն է, կան երկրներ, որոնք ունեն պարտք, որը իրանց տարեկան ստեղծած արդյունքի 2/5-ն է։ Օրինակ Ճապոնիան, հա։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ շատ լուրջ խնդիր է, օրինակ պարտքի ու ֆիսկալ կայունության խնդիրը Ամերիկայում շատ լուրջ է։ Ու երբ որ ես հասարակության մասին խոսում էի, լրջագույն խնդիրը այն է, որ ես չեմ տեսնում այսօր օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի հատ քաղաքական գործիչ, որը կարող է գա ժողովրդի հետ անկեղծ խոսա իրանց խնդիրներից, պարտքից ու ֆիսկալ խնդիրներից, ու ասի ժողովուրդ ջան, մենք ունենք պարտքի լրջագույն խնդիր։ Մենք պիտի բարձրացնենք հարկերը, մենք պիտի ավելի քիչ ծախսումներ անենք մոտակա ժամանակներս, որ պարտքը բերենք կայուն մակարդակի։ Ու ես չգիտեմ, ես կարծում եմ, որ չկա տենց մարդ, որ այդ կասի, ու ավելի անհավանական է, որ այդ մարդը, որ կասի, կարա ընտրվի։ Հասկացա։ Դե մեր մոտ է ինձ թվում է հարկ բարձրացնելը պոպուլյար որոշում չի ելնի։ Աշխարհում պոպուլյար որոշում չի, բայց հենց ցավը դրանում է, էլի, որ դու միշտ մարդկանց ասում ես այն, եթե դու քաղաքական գործ ես, որպես կանոն դու մարդկանց ասում ես այն, ինչ որ իրանք ուզում են լսեն, այլ ոչ թե այն, ինչ որ իրանք պիտի լսեն։ Որտեվ այն մարդը, որ գնա խոսա այն խնդիրներից, որ այդ մարդիկ պիտի լսեն, որտեվ բոլորս ապրում ենք մի երկրում։ Այդ մարդը ձայն չի ստանա։ Դրա համար պոպուլիզմը գլուխը բարձրացնում է սա աշխարհում։ Բայց մի հատ շատ լավ ֆիլմ կա, բանը հաստատ տեսած կլինեք, Big Short-ը։ Այդ կինոյի վերջում ասում է, երբ որ այդ գործիքների պատճառով այդ կրիզիսը եղավ, տնտեսական ճգնաժամը եղավ, ոչ մի բանկեր չնստեց, ոչ մի investment կամպանիա դուժեր չկրեց բացի իրանց կորուստներից, ու վերջում էլի դրա համար վճարեցին սովորական հարկատուները ու սկսեցին իմիգրանտներին բանանել, ասեն իմիգրանտներն են մեղավոր կամ ուրիշ պատճառներ գտան։ Մեծ առումով, մեծ պատկերով, հա։ Որտեղ ոչ մի կամպանիա չեղավ, Bear Stearns-ը, Lehman Brothers-ը վերացան եւ այլն, բայց ամեն դեպքում մեծ պատկերով, այո, մասնավոր շահը կոմպենսացվեց հասարակության կողմից կատարված ներդրումներով։ Հա։ Ну, մեր դեպքում էլ պարքերը ոնց որ ապագա սերունդներն են, չէ՞ վճարելու։
Ճիշտ է, բայց նույնը ոնց որ հիպոթեկ է, հիմա դու ասում ես պարտքը, ես ասում եմ պարտքը այս պայդրությամբ այն խնդիրը չի մեր մոտ, որ մեզ պետք է շատ մտահոգի, մենք միշտ պետք է լուրջ լինենք պարտքի վերաբերյալ, այսինքն այդ բյուջետային կանոնները պետք է պահվի ու ֆիսկալ բալանսը միշտ պետք է լավը լինի, բայց մենք այն զոնայում չենք, որ ես օրինակ գիշերը չքնեմ, որտեվ եթե պետք է չքնեմ, առաջինը ես պետք է չքնեմ երևի, էլի ոչ թե դու։ Բայց մենք այն զոնայում չենք, որ ես գիշերը դրա համար չքնեմ։ Հասկացա։ Հանգիստ ես որ կգնամ այս ոդքասթից հետ։ Այսօր մտածի ստարտափներից բանից, կրեատիվ բաներից մտածի։ Հայաստանում այս թեմայի շուրջ ենք շատ քննարկել, կուզեմ մի քիչ էլի այսօր խոսանք, մենակ Հայաստանում ապրելու առավելությունների մասին, լավ ու վատ կողմերի մասին։ Մենակ դուք միշտ ասում եք, որ ստե ապրելը ավելի շատ բենեֆիտներ ունի, քան արտասահման գնալը։ Իմ համար։ Հա, ձեր համար։ Ինքը խորը անձնական որոշում է։ Այդտեղ մի քանի շերտի արի բաժանենք, որ իմաստալից խոսակցություն լինի, էլի։ Առաջի շերտը այնա, որ այդ որոշումը խորը անձնական է։ Նա կներեք, էլի պոտենցիալ արտագաղթողներ ունենք ստեղ։ Ծապ տվեք։ Ունենք։ Ունենք, բայց քիչ։ Հիմա ու արտագաղթել ես այդտեղ բացական կոնոտացիա եք դնում բոլորդ այդ խոսքի մեջ։ Ես ուզում եմ այդ երկրորդ շերտը բացեմ։ Առաջինը այդ այնա, որ ինքը անձնական որոշում է։ Երկրորդը մենք միշտ այդ հարցին վերաբերվում ենք միակողմանի, այսինքն եթե Պողոսը գնաց Ամերիկա ապրելու, այդ նշանակա Պողոսը վсё, էլ Ամերիկայից Հայաստան չի գալու։ Իսրայելում տենց չի։ Այսինքն Իսրայելում Երուսաղեմի կամ Հայֆայի համալսարանի պրոֆեսորը ինքը երբ որ գնում է Ստենֆորդ, ինքը չի գնում այն մտքով, որ ինքը գնում է Ստենֆորդ ու մնալու է Ստենֆորդում։ Ինքը 2 տարի մնում է Ստենֆորդում, 2 տարի մնում է Պրինսթոնում, հետո գալի Հայֆայի համալսարան, հետո գնում է Երուսաղեմի համալսարան, այսինքն circular է ամեն ինչը։ Մենք նայում ենք միակողմանի։ Պողոսը գնաց Ամերիկա, Սիմոնը Ամերիկայից ներգաղթեց Հայաստան, վсё։ Տենց չի։ Մենք պետք է ստեղծենք մի միջավայր, որտեղ որ պետք է շրջանաձև լինի ու հիմա մենք Փառք Աստծո ունենք երեխեք, ովքեր որ գնում են, գալիս են, սովորում են դրսում, հետ են գալիս, տեղ են աշխատում, նորից գնում են, նորից հետ են գալիս։ Այսինքն այդ process-ի մեջ հիմա ինչ վերաբերում է խորը անձնականին ու ինչի եմ ես կարծում, որ իմ համար Հայաստանը ավելի լավ ընտրություն է, քան ես օրինակ եթե մնայի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչի հնարավորությունը կար։ Որովհետև կա երկու շերտ էլի։ Մեկը բացի պրոֆեսիոնալ շերտից, պրոֆեսիոնալ շերտը առանձին է։ Մեկը այնա, որ դու Հայաստանում կարողանում ես քո կարիերայի ինչ որ փուլում անես ինչ որ բաներ, որը քեզնից մեծ են։ Այսինքն դու կարողանում ես հասարակության համար ինչ որ լավ բան անես։ Ու այդ բան չթվա էլի, տենց պարապ խոսակցություններ, ալտրուիզմ բան չէ։ Դու ստեղ ռեալ կարողանում ես անես գործեր, որ երբ որ դու ապրում ես Կանադայում կամ Ամերիկայում կամ Եվրոպայում, որպես կանոն դու Կանադայում այդ գործը չես կարող անես։ Մենք փոքր հասարակություն ենք ու մենք շնորհակալ հասարակություն ենք։ Այդ առումով Հայաստանում մնալը իմ համար, չէ՞, ամեն երկուշաբթի ամերիկյան համալսարան գնալ դաս տալ։ Ինչ որ մարդկանց հետ ինչ որ պրոյեկտներ անել, որոնք որ կապ չունի կենտրոնական բանկի հետ, բայց կապ ունի երկրի զարգացման հետ։ Ինչ որ մարդկանց օգնել, ինչ որ մարդկանցից ինչ որ բան սովորել եւ այլն։ Այդ ինձ շատ ավելի շատ է գրավում, քան ես օրինակ Goldman Sachs-ում գնամ դառնամ VP, բայց ելնեմ այդ համակարգի մեջ ու ինչ որ ուրիշ բաներով, այդ մեկ։ Երկրորդը այդ ավելի խորը անձնական թեմա է։ Ես ուզում եմ, որ իմ երեխեքը շփվեն իրանց տատիկների ու պապիկների հետ։ Այդ իմ համար շատ կարևոր է, որովհետև եթե դու ուզում ես ունենաս առողջ հասարակություն, այդ սերունդների համերաշխությունը, սերունդներին իրար ճանաչելը ու իրար հետ meaningful, հա, իմաստալից կյանք ապրելը, այդ իմ համար երջանկության ամենամեծ գրավականն է։ Ու այդ մենակ իմ համար չի, Harvard-ը մի հատ longitudinal study ունի, որը նայում է երջանիկ մարդկանց պատմությունները։ Ամենակարևոր գործոնը մարդու համար երջանիկ լինելու այդ իմաստալից հարաբերություններ ունենալն է։
հա, ոչ թե փողը, փողի քանակը, կարիերան եւ այլն, այլ շրջապատված լինել մարդկանցով, ում դու ես սիրում, ովքեր քեզ են սիրում, կարողանալ մարդկանց օգնել, ովքեր որ կարևոր են քո համար կամ ոչ կարևոր են քո համար եւ այլն։ Ու այդ ամեն ինչը իմ համար Հայաստանը այնտեղն է, որտեղ ես այդ կարող եմ ավելի շատ իրագործեմ, քան ես այդ կարող անեի Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում կամ Փարիզում։ Դրա համար իմ ընտրությունը այսօր Հայաստանն է։ Ինչ կընտրեն իմ երեխեքը, ես չգիտեմ։ Հա։ Բայց ես այդ ընտրությունը ժամանակին արել եմ ու ես շատ գոհ եմ, որ ես այդ ընտրությունը արել եմ ժամանակին։ Ու մի հատ էլ պատմություն, որը շատ հետաքրքիր է, այդ իմ ասացի ներքո է։ Մի անգամ ուրեմն Իսլանդիայի կենտրոնական բանկի նախագահ ով իմ ընկերն է, եկել էր Դիլիջան, հետո ես գնացի Իսլանդիա իրանց կոնֆերանսին, ու մենք այդ կոնֆերանսի մասնակիցներով այդ Իսլանդիայի այդ ղրերի մեջով գնում ենք, սենց անապատի նման բան է, էլի, որ լավան եկել է, ծածկել է, հետո բան չի աճում, ու սենց գնում ես։ Ու իմ հետ մի հատ պրոֆեսոր էր, որը իսլանդացի էր, Յոնսեն, որը Բերկլիում է դասավանդում, որի կինը շատ հայտնի տնտեսագետ է, Էմին Ակամուրան եւ այլ, ոբշեմ։ Հիմա խոսում ենք դե կրթությունից, բանից, ասի լավ համալսարաններ ունենք, ասաց հա երկու հատ լավ համալսարան ունենք, բակալավրիատը հիմնականում երեխեք ստեղ են սովորում, հետո գնում են դուրս, որպես կանոն գնում են Ամերիկա, լավագույն համալսարանները, Harvard, MIT եւ այլն։ PhD-ներ են անում, ձևավորվում են, կայանում են, մի մասը Wall Street է գնում, մի մասը բան անում։ Ու իմ ակնկալիքը էր, ու ասի ինչքանն են հետ գալի, իմ ակնկալիքը էր, որ ինքը կասի որ մեծ մասը մնում են, որովհետև Իսլանդիան պատկերացնում ես 300,000-անոց մի հատ կղզի է, որտեղ կլիման ծայրահեղ բարդ եւ Զատո հրաբուխներ ունեն։ Լիքը հրաբուխներ եւ այն։ Ինքը ասեց գերակշիռ մասը վերադառնում են, որովհետև այդ մարդկանց համար ոնց որ իմ համար շատ կարեւոր է ընտանիքը։ Բայց դա իրանց մեջ դրվել է, թե չեմ կարող ասեմ արդյոք այդ իրանց սագաներից է գալիս, իրանց էթնոսի առանձնահատկությունն է, թե ինչ է, բայց իրանք ունեն նույն ֆենոմենը, ինչ որ մենք։ Կամ է բան է, մետալ երաժշտություն են սիրում, դե շատ մետալ խմբեր կա։ Մեկ էլ ալյումինի գործարանն է։ Հա, ես դե Flex ծրագրով գիտեք, մի տարի սովորել եմ ԱՄՆ-ում, մեր տան 50 հոգի էր, այդ 50 հոգուց մինիմում 40-ը իմանալով ստե չի, Հայաստանում չի։ Նույնը իմ դասարանում կամ իմ համակուրսեցիների մեծ մասն է Երևանի պետական համալսարանի, չէ՞, այսինքն այդ մարդկանց մեծ մասը հիմա դրսում են։ Իմ տենց բանով էլի մոտավոր հաշվարկով։ Դրա համար եմ ասում, ինքը ծայրահեղ անձնական որոշում է։ Հա, արդյոք այդ մարդիկ, որ գնացել են, մենք ինչ որ դատողություն կարանք անենք, իրանք ճիշտ են, սխալ են, բացարձակ։ Ամեն մեկը որոշել է ինքը ինչա ուզում իր համար, ու այդ խորը անձնական թեմա է։ Բայց ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում այդ պատրիոտիկ դիսկոնտը, որ դու պետք է վճարես Հայաստան վերադառնալու համար, եթե 91 թվին ինքը շատ մեծ էր, որովհետև երկիրը արհավիրքի մեջ էր, այսօր այդ պատրիոտիկ դիսկոնտի թիվը շատ ավելի փոքր է։ Ու եթե մարդիկ հասել են իրանց կարիերայի ու կյանքի մի կետին, որտեղ որ փորձում են գտնել իմաստ իրանց կյանքի հետագա զարգացման համար, որ ոչ թե ես, իմ գործը, իմ ընտանիքը, այլ մի քիչ ավելի լայն։ Ես կարծում եմ, որ Հայաստանը հիմա շատ լավ տեղ է։ Բայց մյուս կողմից է Հայաստանում ընկերություններ կա, որ դու չես կարող կառուցես, պլյուս մասնագիտություններ կա, որ ընդհանրապես գոյություն չունի։ Իհարկե կա։ Օրինակ ձեր Սանիկը Տիգրանը, Սլոյան։ Հա, Սլոյան, մեր ոդկասթի հյուր եղել է։ Ինքը արդյոք կարար Հայաստանում այդ ընկերությունը կառուցեր։ Թե Տիգրանին հարցրել ես։ Դե ինձ թվում է ասելու չէ։ Ինձ էլ է թվում, բայց որ չթվա, կարանք հարցնենք, բայց նույնիսկ եթե ոչ, այդ չի բացառում իմ ասացի ճշմարտացիությունը, որտեղ ես ասում եմ իմ համար։ Սլոյան Տիգրանը տաղանդավոր տղա է, որը ունի կյանքում նպատակ, ինքը որոշել է իր նպատակը իրագործի Սան Ֆրանցիսկոյում։ Չէ, ես մի շաբաթ առաջ էր երևի իր այդ հանդիպել եմ Երևան 3-2 օրը, վաղուց չէի տեսել։ Խոսեցինք, հիմա նոր կամպանիա են ստեղծում, որտեղ ընդհանրապես աշխատող չկա, բոլորը AI ագենտներ են։ Այսինքն այդ տիպի գրանձիոզ գաղափարներ ու իր այդ code signal-ը, որը չգիտեմ valuation-ով կարող արդեն միլիարդանոց կամպանիա է, տենց մեծ բաներ անելու համար կարող է Հայաստանը իհարկե ունի իր լրջագույն սահմանափակումները։ Դրա համար եմ ասում, անհատական կյանքի փուլ
եւ մնացած բաները պետք է համադրվի ու այդ պետք է Բայց մեկը այդ հարցին չպետք է տենց կտրուկ նայենք, չէ՞, գնաց կամ եկավ։ Ես չեմ բացառում, որ Սուրյան Տիգրանը կյանքի իր ինչ որ փուլում վերադառնալու է Հայաստան, հետո նորից գնալու է ինչ որ միտեղ, հետո նորից հետա գալու, տենց շարունակ։ Ու այդ մարդիկ են հարստացնում մեր հասարակությունը։ Ոչ թե այն մարդը, որ ծնվում, ապրում ու մահանում է միտեղ, այլ այն մարդը, այն մարդիկ, ովքեր որ ունեն հսկայական փորձառություն, որովհետև եղել են ստեղ, առնչվել են SSS խնդիրների հետ, ու իրանք գալիս են բաց մտքով ու բաց սրտով իրանց նախ եւ առաջ, որովհետև ինչքան էլ ասենք, ես ինչի եմ ստեղ, այդ նաեւ իմ անձից անդին է, բայց նաեւ էգո է։ Ու ոչ թե էգոն վերաբերում է իմ անձին, այլ էգոն վերաբերվում է իմ ծնողներին ու իմ երեխեքին։ Որտեվ այդ ինձ բերկրանք է բերում, եթե իմ երեխան ամեն օր կարա իր տատիկին տեսնի, այդ ինչ որ անգնահատելի բան է, դու չես կարա դրան ինչ որ նյութական բան տաս, էլի արժեք տաս։ Հասկացա։ Մի հատ կինոից օրինակ բերեմ, մի հատ չէ ֆիլմի անուն չեմ հիշում, բայց ֆիլմը նրա մասին է, որ շատ տաղանդավոր աղջիկ երեխա, որ մաթեմատիկա շատ լավ գիտի, ու ոնց որ իր տատիկը ուզում է երեխան այդ գծով շարունակի, քերն է ուզում է իրան այդ երջանիկ պահի այդ երեխան, որ նորմալ մանկություն ունի, ու կինոյի մեջ մի հատ տող կա, որ ոնց որ ասում է մենք պատասխանատու ենք մեր տաղանդների համար, էլի, ասենք, երբ որ քեզ տաղանդը ինչ-որ մի բանի տրվել է, դու պետքա փորձես մաքսիմումով իրականացնես։ Բայց մեր տատիկների մեջ մի բան կա, որ այդ կնոջ մեջ չկար։ Ինչ։ Ջիգար։ Հարց չկա։ Եսի դժվար հարց է։ Որ հեշտ լներ, այսքան մարդով չենք հավաքվի խոսում։ Այդ մի հատ գիշք կար, որ դուք եկել ինձ խորհուրդ տվե, բանը End of Power-ը։ End of Power։ Այդ բանն է համաշխարհային բանկի առաջվա նախագահն էր գրել։ Դրա մեջ էլ էր իմիգրացիայի մասին խոսում, որ mobility-ի մասին էր խոսում, որ իմիգրացիա ճիշտ այդ գիրքը երևի արդեն 10 տարի 15 տարի առաջ է գրվել, բայց դրա մեջ Հնդկաստանի օրինակներ վերում, ոչ թե Իսրայելի, որ այսօրվա իմիգրացիան փոխվել է։ Օրինակ հնդիկ ինժեները, որ գնում է Ամերիկա աշխատի, իրան հարցնում ես պլանները ինչ ասում, ուզում եմ փող աշխատեմ, հետ գամ Հնդկաստանում բիզնես դնեմ։ Նույնը տեղի է ունենում Լեհաստանի հետ։ Լեհաստանի հետ է նույնը տեղի ունենում։ Հիմա հիշում եք ժամանակին բրիտանական ընտրություններում կար Polish plumber, այդ եզրույթը, որ իմիգրանտների հետ կապված էլի, այն մարդկանց, ովքեր որ գալիս են Բրիտանիա, ասում էին արդյոք մենք պետք է թողենք, որ գան իրանք մեր աշխատատեղերը վերցնեն եւ այլն։ Հիմա Լեհաստանում ունես տնտեսական վիճական, հենց հա տնտեսական զարգացումը տեղի ունենում, որ շատ լեհեր իմ ունեցած տեղեկություններով հետ են գնում Լեհաստան, իրանց երկիր։ Ես չեմ բացառում, որ մենք նույն բանը տեսնելու ենք Հայաստանում։ Տեսնենք։ Ներհոսք կա, բայց հլա դեռ հայը քիչ են։ Չէ, ոչ թե ներհոսք, ես էլի տես ներհոսք արտահոսք չէ։ Մենք լինելու ենք երկիր, որտեղ մարդիկ, ես հուսամ մենք լինելու ենք երկիր, որտեղ մարդիկ իրանց տաղանդը կարողանալու են իրացնեն։ Հետո այդ տաղանդը սնուցելու համար պետք է լինելու գնալ ինչ որ միտեղ նոր մտքերի հետևից էլի վերադառնալ, էլի գնալ, էլի գալ։ Հնարավոր է լինելու։ Օպտիմիզմը որտեղից է գալի այդ։ Օպտիմիզմի կենսափորձից, այսինքն ես գիտակցված օպտիմիստ եմ, ոչ թե բան էլի։ Ես մի քիչ ապրել եմ բարդությունների մեջ, վերջին մանավանդ իմ նշանակման առաջ տարին 20 թվին, երբ որ ես դառա կենտրոնական բանկի նախագահ, նշանակվելուց ընթացքում կովիդ էր, նշանակվելուց 3 ամիս հետո պատերազմը սկսեց։ Այսինքն այս չի, որ ես բան եմ էլի, օպտիմիստ եմ, որը որ չգիտի ինչա նշանակում խնդիրները, բայց ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք հիմա ունենալու մի իրավիճակ, որ իմ նկարագրածը տեղի ունենա։ Ավելի շատ ու շատ ավելի մարդիկ մտածեն Հայաստանը իրանց հիմնական լոկացիա սարքելու մասին, որովհետև Հայաստանն է իրանց թույլ տալու ինքնարեալիզացվելու, ոչ միայն պրոֆեսիոնալ առումով, այլ որպես մարդ, որպես անհատ, որպես հասարակության մասնիկ, որովհետև մարդու ամենամեծ բերկրանքը հաճախ ուրիշներին ծառայելով է գալիս։ Օգտակար լինելով։ Այո։ Այդ լավ զգացում է։ Մի հատ հետաքրքիր գիրք կա, կոչվում է 5 Types of Wealth,
Այդ գրքի մեջ հեղինակը ասում է, որ մենք ոնց որ հարստությունը սխալ պրիզմայով ենք նայում, մենակ փողով ենք նայում, բայց իրական երջանիկ կյանք ունենալու համար 5 էլեմենտ կա, այդ ֆիզիկական առողջությունն է, հոգեկան առողջությունն է, սոցիալական կապերը, այսինքն դու ծնողներիդ կարողանում ես տեսնես, ընկերներիդ կարողանում ես ժամանակ անցկացնես, քո ժամանակը դու ոնց ես կառավարում, ու 5-րդն է արդեն փողն է։ Այսինքն մի քանի կետեր ունենալու դեպքում դու կարաս քեզ համարես հարուստ, որտեվ մենակ փողով, բայց մնացածի բացակայության դեպքում կարող ավելի շատ խնդիրներ ունենաս։ Միանշանակ ես դրա հետ համաձայն եմ, իհարկե չգիտեմ սպառիչ է այդ 5-ը թե կարող է օրինակ 8-ը, կարող է մարդ լինի, որի համար ինչ որ ուրիշ բաներ էլ կարևոր լինեն, բայց ես կարծում եմ, որ փողը ինչ որ մակարդակից վերև արդեն մարգինալ մեծություն է, որտեվ փողը չի այդքան կարևոր, ինչքան եթե դու անընդհատ քո պահանջմունքները լինելու են ավելի բարձր, քան քո հնարավորությունները ու լինելու են ոչ խելամիտ։ Այդ դեպքում դու անընդհատ վազելու ես ինչ որ մի բանի հետևից ու կյանքդ չես ապրելու։ Դրա համար ճիշտ բալանս պետք է գտնես այն պահանջմունքների մեջ ու այն ինչ որ դու ունես։ Ես վերջերս մի հատ ինտերվյու էի նայում, մի հատ բան կար, ըմբշամարտիկ կար, չեչեն, ազգությամբ չեչեն, ռուս, Բուվայսար Սայցի, որը 2 եռակի օլիմպիական չեմպիոններից մեկն է ռուսական ըմբշամարտիկներից մեկը Կարելինն էր, մեկը ինքը։ Ու այդտեղ այդ ժուրնալիստը իրան ասում է հարց է տալիս էլ, ասում է դուք ու մահացավ այդ մարդը, այս վերջերս շատ երիտասարդ։ Ասում է դուք կարող եք ձեզ թույլ տալ այն ինչ որ դուք ուզում եք։ Ասում է այո, որովհետև ես գիտեմ ես ինչ եմ ուզում։ Հա։ Այսինքն փողի ու անհագուրդ ցանկությունների համադրությունը պետք է մի քիչ խելամիտ լինի, այդ մեկ։ Երկրորդը ֆիզիկական ու հոգեկան առողջությունը շատ կարևոր է միանշանակ, այսինքն մարդ երբ որ առողջության հետ խնդիրներ ունի, աշխարհը մթագնում է, էլի, գույները կորում են։ Կյանքի բնականon ընթացքն է նաև կարևոր նարեկ։ Իհարկե բարդությունները մարդու համար են, բայց երբ որ կյանքի բնականon ընթացքը խախտվում է, տեղի ունենում ինչ որ բաներ, որը չպետք է բնականոնում տեղի ունենա, դա էլ է մարդկանց շատ հանում իրանց նորմալ զարգացման գծից էլի։ Ցավոք մենք անցել ենք դրա մեջով։ Ու ինչ վերաբերում է սոցիալական կապերին, ոչ թե կապերի քանակն է կարևոր, այլ կապերի խորությունն է կարևոր, ըստ իս, էլի։ Հիմա երեխեքին որ դու նայես, իրանք կարող է, չգիտեմ, Instagram-ում շատ ավելի շատ ընկեր ունեն, քան ես իրանց տարիքում երբևէ ունեցել եմ։ Բայց ես ընկերություն եմ անում մարդկանց հետ, ում հետ ես մանկապարտեզ եմ գնացել, ում հետ ես կյանք եմ ապրել, ում ես կարամ վստահեմ, ովքեր որ ինձ են վստահում, ում հետ մենք ինչ որ տարբեր վատ ու լավ բաներ ենք արել։ Այդ կապերը այսօր ես չեմ զգում, որ կա։ Ու ես առաջի մասում որ ասում էի, որ գետոյացվում է, այդ դրա մասին է խոսում, որովհետև երբ որ մենք ընկերություն ենք արել, այդ տարիքում երբ որ ձևավորվում ես որպես մարդ, մենք չենք իմացել ով է, ինչ է, ում երեխան է, ինչի համար է, իր պապան փող ունի, իր պապան փող չունի, իրանց ընտանիքը հարուստ է, թե իրանք ով են, թե որտեղից են։ Այդ բացարձակ թեմա չի եղել երբեք։ Մաքսիմում գային ասեն իմ պապան քո պապայից ուժեղ է։ Հա, ինչ որ առումով, բայց ի նկատի ունեմ մեր կապերը մի քիչ ուրիշ հարթության մեջ են ձևավորվել։ Դե ժամանակ համակարգն էլ էր ուրիշ։ Իհարկե ուրիշ էր։ Օրինակ ես 90-ականների վերջ 2000-ականներին եմ մեծացել, շատ նման էր նրան, ինչ որ դուք եք պատմում, բայց այսօր արդեն շատ տարբեր սոցիալական շերտեր կան Հայաստանում ու օրինակ, չգիտեմ, իմ երեխան գնում է Վարշավ մանկապարտեզ, շատ փոքր քանակով մարդկանց կենտրոնում ու ինքը հաստատ շփվելու է ուրիշ մարդկանց հետ, քան ես եմ շփվել մանկությունում։ Ու մենք չգիտենք սրանից 20 տարի հետո, երբ որ ինքը մեծանա, ամենակարևորագույն սկիլը, հմտությունը, որն է ալնելու մարդու համար։ Դե ինձ թվում է Կարող է օրինակ լինելու է այն, որը որ դու այնքան քթիծակ ունենաս, որ տարբեր մարդկանց հետ կարողանաս շփվես։ Կարող է դա ալնելու ավելի կարևոր սկիլ, քան եթե դու ծրագրավորում գիտես։ Դե ծրագրավորումը այդքան շատ ուժեղ չի հիմա։ 5 տարի առաջ բոլորը մտածում էին, որ եթե իրանց երեխեքը դառնան ծրագրավորող, բոլոր հարցերը լուծված են։
Ես որ համալսարան էի ընդունվում, 3 հատ պոպուլյար մասնագիտություն կար. ծրագրավորում, իրավաբան ու միջազգային հարաբերություններ։ Մեր ժամանակ ավելի վատ էր, մեր ժամանակ իրավաբան ու տնտեսագետ էր։ Հա։ Հենց որ կյանքը փոխվում է, բայց այդ էլ էլի այդ խոսույթն էլ կա, չէ, soft hard skills, չգիտեմ ինչ, ես չգիտեմ հիմա այդ մարդու ունակությունը կետերը կապելու ու իր շուրջ տեղի ունեցողը հասկանալու ու որոշում կայացնելու այդ soft skill-ա, թե չէ։ Այդ կարող է ամենահարդ skill-ն է, հնարավոր է, չէ։ Դրա համար այդ տարանջատումն էլ մի քիչ հարաբերական է, էլի։ բայց օրինակ դուք ո՞նց եք ձեր երեխեքին փորձում դաստիարակեք, որ այս նոր աշխարհում իրանց տեղը գտնեն։ Այդ հարցը օրինակ ինձ սկսել է տանջել, որովհետև չգիտեմ, օրինակ ինչ ուղղորդես երեխուն։ Կարող է ուղղորդես 2 շաբաթից AI-ը սկսի էդին անի։ Շատ բարդ հարց է, ես կարծում եմ, որ այդտեղ դու կարաս ինչ որ կարծիք հայտնես, բայց միշտ չի որ քո կարծիքը ճիշտ է։ Ու պիտի փորձես ավելի քո օրինակով ինչ որ բաներ ցույց տաս, քան դոգմատիկ ինչ որ բաներ ասես, էլի։ Եթե ինչ որ քո երեխուն ասում ես, որ սպորտով զբաղվելը ճիշտ է, ուրեմն ինքը պետք է տեսնի, որ իր պապան էլ է սպորտով զբաղվում, ոչ թե դու տենց հիպոթետիկ ասես, որ սենց դու նստես բանը, սենց ասես ես գտնում եմ, որ դու պետք է լինես բանը, ինչ որ մի բան։ Այդ երեք չառաջ օրենց այդ թեմա ավտոբուս հետ է խոսում, ասում եմ Սերգեյ առավոտները պետք է գաս հետս վազել, ասում եմ պապ, ես չեմ ուզում վազքով զբաղվեմ։ Ես ուզում եմ քնեմ։ Ասի դե կտեսնենք։ Դե ժամանակը ցույց կտա։ Օրինակներ չի միշտ օգնում էլի։ Տեսեք վազելու թեմա ոնց մտցրեցի։ Ոնց տրիատլոնիստները ծափարեցին։ Հա, ոնց բանտե սեկտա է, չէ՞, մենք սեկտա ունենք մեր։ Մենակ էլ չի վազողների սեկտա էլ ունենք տրիատլոնի։ Դե ֆինանսական ոլորտի աշխատողներն էլ եւ ինչ որ սեկտա ունեն, չէ՞։ Չգիտեմ, միգուցե, բայց ես տենց սեկտաների չեմ մասնակցում, աշխատում եմ հերո պահին։ Հա դուք այդ սեկտաները ոնց որ կարգավորում եք էլի։ Ինձ մեր գործընկերը գրեց, որ շատ հարցեր են բաները մարդիկ գրել, երևի մի հատ է հարց տամ ես ու անցնենք աուդիտորիայի հարցերին։ Տեխնոլոգիաները, որ հիմա ասենց արագ փոխվում է AI ու այդ, չգիտեմ, հիմա խոսում ենք AI գործարան, որ ամեն ինչ AI ավտոմատացնելու է։ Մեր նման փոքր երկրները, երբ որ մենք ռեսուրս չունենք ու չենք կարող ունենանք, չգիտեմ, այդ խոշոր մոդելները, որ ունեն Google-ը, Gemini-ը կամ Gemini-ը, OpenAI-ը կամ մնացածը, մենք այդ խաղի մեջ ոնց կարանք մասնակցենք, եթե մենք արդեն չենք կառավարում ոչ մի պլատֆորմ։ Շատ բարդ հարց է, որովհետև այդ AI-ի մի քանի layer կա, էլի։ Մենք հիմա ինչ որ մի layer-ի մեջ փորձում ենք մտնենք այդ computation-ի մասով, չէ, data center-ների մասով, բայց ես այս անգամ որ Davos-ում բանին լսում էի այդ Nvidia-ի CEO-ին, Jason-ը, հա, ինքը ասում էր այդտեղ 5 բան կա, էլի, շերտ կա, էներգետիկայից է ամեն ինչ սկսվում, այսինքն ինչքան դու ունես էներգիա, որ կարաս, որտեվ այդ հաշվարկները ահագին լուրջ էներգիայի ռեսուրս են, տանում են էներգիան։ Երկրորդը data center-ներն է, երրորդը մոդելներն է, LLM-ի եւ այլն, չիպերն է, մյուսն է։ Հիմա այդ կոնտեքստում որտեղ մենք կարանք լինենք, մենք կարանք լինենք օրինակ այդ միկրոէլեկտրոնիկայի մեջ, այդ chip design-ի մեջ, ոնց որ Synopsys-ն է։ Synopsys-ը կամ այլ խաղացողներ, այսինքն այդտեղ մենք ինչ որ առավելություն ենթադրում եմ ունենք։ Հիմա ինչ որ ասում եմ, շատ հարաբերական է պետք ընդունել, որովհետև ես դրա մասնագետը չեմ, էլի, բայց զգացողական երևի տենց։ Մենք կարանք այդ Nvidia-ի ու այդ Firebird-ի պատմությունը ինքը լավ պատմություն է, օրինակ, հայկական։ Ու այդ դրանից էլ են անընդհատ հարցնում։ Այսինքն ինքը hype է ստեղծել, էլի, աշխարհում։ Այսինքն ինվեստորների բաների հետ որ խոսում ես, իրանք գիտեն այդ թեման։ Որտեղ Firebird-ը գնում է այստեղ, գնում է այնտեղ ու ինքը հայկական բան իր մեջ ունի, էլի DNK-ի էլեմենտ ունի։ Արդյոք մենք ունենք data-ի այնպիսի պաշարներ, որ կարանք այդտեղ ունենանք հարաբերական առավելություն, երևի չէ, որովհետև մեր data-ի ծավալները էապես փոքր է։ Երևի թե այդ երկուսի վրա է պետք է կենտրոնանալ,
chip design ինչ որ առումով ու մասնակից լինել, ինչ որ մի բանը գոնե frontier-ի վրա լինել։ Հա, Այդ կարևոր է։ ոնց որ Firebird-ը լավ օրինակ է։ Լավն է։ Համը բանկային ոլորտում էր, չէ՞, հետաքրքիր առաջընթացեր։ Firebird-ին տվեցին մեծ վարկ սինդիկացված ու նաև առաջի անգամ կենսաթոշակայինները, նո առաջի անգամ չասեմ, բայց կենսաթոշակայինները մեծ գումար տվեցին, այսինքն ես ու դու մասնակցում ենք այդ պրոյեկտին, էլի։ Թե հուսով ենք կստացվի, որ առանց թոշակ չմնանք։ Կարևոր հույս է։ Հա։ Ու դրական։ Դե անցնենք ձեր հարցերին։ Ինչպես եք վերաբերվում այն հարցին, որ ոչ լիցենզավորված աշխատակիցները տրամադրվում են ներդրումային խորհուրդներ, այդ թվում բաժնետոմսերի եւ պարտատոմսերի, արդյոք վտանգներ չեն տեսնում։ Վատ են վերաբերվում այդ հարցին։ Կան այդ կարգավորվում է։ Արագ բլից անենք, էլի հարցերը, նա որ շատ չխորանանք։ Վատ։ Վատ։ Okay։ Ձեր ելույթներից մեկում կարծում եմ ասել եք, որ եվրոպական գործընկերները որոշ հարցում մեզնից սովորելու շատ բաներ ունեն ու գովացել եք ԿԲ-ի աշխատանքը։ Դա ինչին էր վերաբերվում, կմանրամասնեք։ Ես իմ ելույթում հենց կոնկրետ մի օրինակ եմ բերել, ես տենց ընդհանուր չեմ խոսած, տենց ամբողջ չեմ խոսում, ես էլի իմ ելույթների ժամանակ։ Դա վերաբերում էր կոնկրետ դրամավարկային քաղաքականության նոր շրջանակին, որը մենք ներ ենք դրել ու մենք աշխարհում առաջինն ենք, որ այդ ներ ենք դրել ու կենտրոնական բանկեր կան, որ հիմա այդ նույն ճանապարհով գնում են ու ասում են, որ մեր փորձը իրանց համար օգտակար էր։ Հասկացա։ Ձեր հարցը բանավոր։ Օրինակ ես հիշում եմ մոտավորապես մի 18 թե 19 2018 թե 19 թվականին թուրքական տնտեսությունը, երբ որ լիրան արժեզրկվում էր, բոլորը կարծում էին, թե թուրքական տնտեսությունը վերջ փլուզվում է, բայց իրականում էքսպանսիոնիստական քաղաքականություն էր իրականացնում։ Հիմա իմ հարցը հետևյալն է, եթե օրինակ ես գիտեմ, որ Հայաստանի կենտրոնական բանկը, եթե հունվարի թվերով մոտավորապես պաուստային ֆոնդերը 5 միլիարդ դոլար էր կազմում, եթե ճիշտ եմ հիշում։ Այսինքն դուք կարող եք բուրսը կայուն պահել փոխարժեքը։ Եթե դուք փորձեք, ասենք, տնտեսությունը խթանելու նպատակով փոխարժեքը իջեցնել։ Փոխարժեքը մի հատ ուղղակի այդ իջեցնել, բարձրացնելը կասեք, ի նկատի ունեք արժեզրկենք հայկական դրամը։ Հա, արժեզրկենք, փոխարժեքը արժեզրկելու դեպքում։ Մենք նպատակադրված գնանք փոխարժեքի արժեզրկման։ Կարելի է տենց ձևակերպել։ Որպեսզի պարզ հասկանամ։ Մեր բնակչության սպասումները ինչպես է գնահատում, կարող է պանիկա լինի, այսինքն սպեկուլյատիվ արտականը։ Ես սրան բլից չեմ կարող պատասխանեմ։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ փոխարժեքը որոշվի շուկայում, ոչ թե կենտրոնական բանկը որոշի կամ արհեստական կերպով արժեզրկի, հետո տեսնի արդյոք տնտեսությունը կամ բնակչությունը պանիկայի կենթարկվեն թե ոչ, այլ շուկայում առաջարկի ու պահանջարկի վրա ձևավորվի փոխարժեք ու կենտրոնական բանկը զբաղվի իր գործով, որը գների կայունությունն է, այլ ոչ թե փոխարժեքի կայունությունը, որտեղ փոխարժեքը գործիք է մակրոտնտեսական հավասարակշռությունը, արտաքին հավասարակշռությունը ապահովելու համար բարդ հասցի։ Չէ, ուրեմն կենտրոնական բանկը աշխատողներն էին ասում, չէ։ Լավ։ Ուրեմն բարդ հասցի։ Չէ, բայց մութա չեմ տեսնում ով։ Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ոչ մի պանիկայի հիմք չկա ու կենտրոնական բանկն էլ չպետք է արհեստական կերպով կամ արժևորի կամ արժեզրկի փոխարժեք, եթե կարճ։ Հաջորդ հարցը։ Հայաստանում ամեն անկյունից խրախուսում են անկանխիկ վճարումները, հա, ահագին կա։ Դիտարկվում է արդյոք կանխիկի քեշի դրամի վերացումը, եթե այո, ապա հսկողության նման կենտրոնացումը ինչ խնդիր է ծնում։ Չի նախատեսվում կանխիկի վերացում։ Հաջորդ հարցը։ Ինչքանով է դրամը զգալու US market crash-ին, կարող են Հայաստանում ներդրումները որպես hedge հանդիսանալ։ Մասամբ այս պայդրությամբ ինվեստորների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նաև դրանով է պայմանավորված, որ իրանք փորձում են Ամերիկայից որոշակիորեն դիվերսիֆիկացվեն։ Բայց crash-ը ոնց կազդի մեր վրա, բացասական, որովհետև մեր չեզոք տոկոսադրույքը, մի քիչ ավելի մասնագիտական ասեմ, մեր չեզոք տոկոսադրույքը ածանցվում է Ամերիկայի չեզոք տոկոսադրույքից,
Եթե այնտեղ հանկարծ crash եղավ չեզոք տոկոսադրույքը գնալու է վերև, Հա։ ինչի ենթադրում է, որ հայկական դրամի տոկոսադրույքն էլ է գնալու վերև։ Այսինքն մեկը ամերիկյան շուկայի հետ շատ ուժեղ փոխկապակ Աշխարհն է կապված Ամերիկայի հետ ու ինքը սպայդրությամբ մեկը դոմինանտ է, ով ինչ ուզում է ասի, ու դոլարի վերացում չի լինելու։ Այդ Դոլարը ուզում եմ ժամանակի հարցնել։ ընթացքում միգուցե իր դիրքերը որոշակիորեն զիջի, բայց ես չեմ կարծում, որ այս պայդրությամբ կա որևէ շուկա, որ կարա մրցի դոլարի հետ իր խորությամբ, իր իրացվելիությամբ ու իր առաջարկված գործիքակազմով։ Հասկացա, իսկ ոսկու գնի այդ կտրուկ աճը դրա հետ ինչ կապ ունի։ Ոսկու գնի աճի հետևում մի քանի ֆենոմեն կա, որոնցից մեկը դիվերսիֆիկացիայի էֆեկտն է, այսինքն իրանք եթե պորտֆելը դիվերսիֆիկացնում ես, մտածում են, որ ոսկին լավ ալտերնատիվ է ու ինքը հակառակ բան ունի, էլի իր մեջ կովալիացիա ունի մյուսի հետ, որովհետև պորտֆելի տեսությունը ասում է, որ դու պետք է վերցնես ակտիվներ, որոնք հակառակ են այն ակտիվին, որը որ դու ունես։ Դրա համար երևի մի մասը է դա, մի մասը այնա, որ այն ինչ որ տեղի ունեցավ ռուսական պաուստների հետ, չէ, սառեցումը, այդ ինչ որ երկրների կենտրոնական բանկերի հուշեց, որ պետքա վերցնել մի բան, որը ոչ մեկի պարտավորությունն է, կամ ակտիվը, Հա, որ ոսկին է։ Այսինքն մի քանի գործոն կա, որ դրա վրա ազդում են։ հասկացա։ Հաջորդ հարցը տամ, ԿԲ-ն համարում է, որ Երևանի անշարժ գույքի ներկայիս գները արդեն գերտաքացած են, թե սա շուկայի նոր իրականությունն է։ Մենք չենք գնահատում արդյոք գերտաքացած են թե չէ, բայց մենք պարբերաբար մեր ֆինանսական կանոնության հաշվետվության մեջ խոսում ենք ռիսկերից։ Ու սրանից մի քանի եռամսյակ առաջ մենք ասում էինք, որ կա վտանգ, որ շուկայում կարա ճշգրտում տեղի ունենա գների մինչև 30%-ի չափով, ինչը բարեբախտաբար այդ ռիսկը չնյութականացավ ու այս պայդրությամբ մեր թվերը վկայում են, մեր չէ, էլի թվերը շուկայի վկայում են նրա մասին, որ եթե նույնիսկ կա որոշակի ճշգրտում, ինքը շատ չափավոր է, ինչը մեր համար երևի թե լավագույն սցենարն է երկրի համար։ Բայց մյուս կողմից է կառուցապատողները նորանոր գործիքներ են գտնում ավելի շատ վաճառկապավել, օրինակ, երբ որ եկամտահարկի այդ սուբսիդիայի օրենքը Երևանից դուրս եկավ, օրինակ անշարժ կառուցապատողները առանց վարկի բանկերի միջամտության տարաժամկետ վճարումով տալիս են։ Հա, բայց ամեն դեպքում եթե պահանջարկ չլինի, այդ ոչ մի բան չի աշխատելու։ Հա, բայց պահանջարկը շատ անգամ գալիս է այն հույսով, որ դու այդ տունը կառնես ավելի թանկով կվաճառես։ Դե ուրեմն այն մարդիկ, ովքեր որ այդ հույսով են առնում ու այդ տեղի չի ունենա, շուկայական տնտեսության մեջ կունենան իրանց կորուստները, կսովորեն իրանց դասերը, մյուս անգամ դες բան չեն անի։ Ավելի լավ ճանապարհը որն է։ Ամ չես արգելելու մարդկանց անել իրանց ուզած ներդրումը։ Այսինքն մարդը կապիտալիստական հասարակարգի մեջ սովորում է իր սեփական սխալների վրա։ Այդ պատերնալիզմը մեծ չի, էլի կապիտալիստական հասարակությունում ցույց տալիս, որ պետությունները միշտ այս դեպքերում սկսում են միջամտեն, որտեղ դե մենք ավելի ուրիշ ճանապարհով բանկերն էլ գնացինք, ռիսկ չէ՞, ունեն, մենք ուրիշ բան արեցինք, մենք ժամանակին օրենք ընդունեցինք ազգային ժողովը, որ հիպոթեկները դրամով լինի։ Այսինքն գոնե արժութային ռիսկի կոմպոնենտը դրա մեջից հանեցինք, որովհետև մարդիկ վերցնում էին դոլարային վարկեր, քանի որ տոկոսը ավելի ցածր էր, առնում էին բնակարան, ու եթե խնդրեմը ելներ փոխարժեքի տատանման հետ, իրանք չէին կարողանալու վճարեին իրենց բաները, սպասարկեին։ Դրա համար գոնե այդ առումով արժութային ռիսկը այդ հավասարման մեջից հանեցինք, էլի պատերնալիզմը այդ մասով կար։ հա։ Իսկ բանկերի պորտֆելում հիպոթեկը մեծ մաս է կազմում։ Մեծա գնալով մեծանում է։ Շուկայի տատանումը ռիսկ է նաև բանկերի Հա, համար։ դրա համար էլ այդ հակացիկլիկ բուֆերները դնում ենք բանկերի վրա, որ կապիտալը ավելի շատ լինի։ Այսինքն պատրաստվում եք։ Պատրաստվում ենք, եթե հանկարծ տեղի կունենա ինչ-որ բան ունենանք ռեզերվներ, բայց եթե չունենա ռիլիզ կանենք ժամանակի ընթացքում, որովհետև կանխատեսել ինչ կարա լինի, չես կարա։ Հասկացա։ Ես 2016 թվականից անշարժ գույքի մարկետ Այդ հարցն է, թե դու ես կանխատեսում։ ասում։ Հա, դու ես ասում։ Էլա դեռ 10 տարի սխալվել եմ։ Շուկա կանխատեսելը աշխարհի ամենաանշնորհակալ բաներից մեկն է։ Հաստատ։ Էսի լավ հարց է։ Անվանեք 3-ից 5 գիրք, չգիտեմ, խի 3-ից 5, որը ձեր կարծիքով փոխեց ձեր կյանքը։ Փոխեց իմ կյանքը։ Չգիտեմ։ Օգնեց ինձ ինչ որ բաներ հասկանալ, վերաիմաստավորել ու արժեքային ինչ որ բաներ անել, հա, բայց փոխել կյանքը միշտ շատ վերամբարձ է։ Հա։ Մեկը
Վիկտոր Ֆրանկելի Man's Search for Meaning-ն է։ Մյուսը Դաստայևսկի երևի չեմ ասի ինչ որ կոնկրետ բան։ Записки из подполья։ Չգիտեմ, օրինակ ինչ որ պահերի, օրինակ ռեմարկի ինչ որ բաներ էլի ինչ որ բաներ ձևավորել են։ Այդքան է երևի 3 եղավ։ Այդ հարցի լոգիկ շարունակությունը տամ Հայաստանի միջազգային պահոստների որ մասն է պահպանվածքու ձևով 0 ոսկի չունենք։ ոսկի չունենք, որ մասը արտարժույթով։ Ինչու է ոսկին հիմնական 99%-ը արտարժույթ։ Լիկվիդային արտարժույթ, եթե դա նկատի ունեն։ դոլար, Մի քիչ ռուսական ռուբլի էլ կա, հա, բայց մնացածը տարբեր վալյուտաներ է։ իսկ ստոկ Ստոկ չունենք չէ։ Մենակ fixed income-ը։ մի հատ դրան մի քիչ այդ հարց հետ կապ ունի, բայց այդքան է շատ կապ չունի։ Օրինակ այդ թոշակային ֆոնդերը, որ ստեղծվեցին, իրանք էլ են, չէ՞, ինչ որ առումով պահուստ երկրի համար։ Չէ, որովհետև իր կառավարվող գումարը քո անհատական հաշիվն է, ինքը երկրի հետ կապ չունի։ Բայց մեկը երկրին առավելություն չի տալի, որ մարդիկ ունենում են Այդ վատ մտքերը ոչ մեկին մի տուր։ Ինչի։ Դա մեր բնակչության փողն է, անհատական փողեր է, որտեղ եղել են դեպքեր մարդկության պատմության ընթացքում, որ երկիրը ծանր իրավիճակում է եղել ու մարդկանց կուտակումները էքսպրոպրիացրել է ու օգտագործել է այդ պահին ընթացիկ ինչ որ բաներ անելու համար։ Մեր մոտ օրենքով սահմանափակված է, Մենք չենք անելու այդպիսի բան։ Օրենքը, բայց հնարավոր է Մենք չենք անելու այդպիսի բան։ Հասկացա։ Պարտադիր ապահովագրությունը, որը ծածկում է քաղաքացու առողջական ծախսեր, արդյոք երկրի տնտեսության վրա վատ չի ազդի երկարաժամկետ հեռանկարում, նույնիսկ Եվրոպայում չկա նման օրինակ։ Չհասկացա հարցը։ Եվրոպայում չկա օրինակ, որ պարտադիր ապահովագրությունը հաջողել է։ Այդ չգիտեմ այդ մասը, բայց երևի նկատի ունի հարցը, որ տնտեսության վրա ծանր է նստելու այդ պարտադիր ապահովագրությունը։ Տնտեսության վրա, չգիտեմ ինչա նշանակում տնտեսության վրա ծանր նստել, այդտեղ իրականում կան խմբեր, որոնք որ մեր համաքաղաքացիներն ու համաերկրացիներն են, ովքեր որ օգտվում են ինչ որ բաներից, որի համար վճարում ենք մենք։ Ես կարծում եմ դա նորմալ է, որովհետև մենք եթե այս խոսում ենք համերաշխության մասին, այդ համերաշխության էլեմենտներից մեկը այն է, որ եթե ես այսօր կարող եմ ստեղծել արդյունք ու այդ արդյունքով նպաստել, որ իմ ազգի ինչ որ մի շերտ մարդկանց, ովքեր որ չէր կարող վճարել իր առողջության համար, հիմա կարողանում է վճարել, ու ես վճարում եմ, որ իրանք կոպիտ ասած հարկերով, որ իրանք կարողանան օգտվել այդ ծառայությունից, այդ վատ բան չի։ Հարցը այն է, թե համակարգը ոնց է կազմակերպված, եվրոպական երկրներում եղել է խնդիրներ, որովհետև առողջապահական համակարգը պատրաստ չի եղել այդ մասշտաբի ոնց որ պացիենտներ ընդունելու։ Հա։ Հիմա տեսնենք մեր համակարգը ոնց կարձագանքի, ես կարծում եմ կարողություններ են ստեղծված ահագին հիվանդանոցներ, բան։ Այդտեղ ամենամեծ bottleneck-ը իմ պատկերացմամբ բանը, նեղ տեղը ելնելու է բժիշկների քանակը ու որակը։ Դե հիմա համարը բոլոր տեղերը հերթեր արդեն շատ մեծ։ Տեսնենք։ Կապրենք Երևան։ Բայց այդ կենտրոնական բանկի Չէ, вообще կապ չունի, պրոստը խոսում ենք, էլի։ Այսի լավ հարց է, լավ, բայց 10,000 դրամի հարցը երբ հալուցվելու։ Մյուս սերնդի փողի ժամանակ։ Բայց ըստ էության մենք մի քանի բան արեցինք, էլի, իհարկե չենք կարա հրաժարվեինք, որովհետև այդ ագին մեծ ծախս կլներ, բայց հիմա այս նոր բաները, որ գալիս է, տպագրված ինքն 10,000 գրածը առանձնանում է բանի մեջից, էլի։ Բայց իհարկե ինձ այդ հարցը անընդհատ տալիս են, նես չի, որ ես գույների բոլոր երանգները տենց լավ եմ հասկանում, բայց փորձում ենք ավելի ուշադիր լինել այդքան բան, միջև նոր փողը կտպենք։ Այս հաջորդ հասցը հաստատ կենտրոնական բանկի ինտերնագրը, պարոն Գալստյան։ Ինտերն։ Հա, պարոն Գալստյան, ինչպես եք բացահայտում երիտասարդ առաջնորդ աշխատակիցներին։ Սուր տեսողության։ Բայց իրական շատ լավ հարց է։ Բայց ինչից վերցիր որ ինտերն է։
Չէ, դե ասացի որ մարդիկ ծիծաղ։ Իդեպ այս տարի մեզ մի հատ էլի այդ այն քանի որ այն եվրոպական են որ ասում էին որ ես ասել եմ որ մենք Եվրոպայից առաջ ենք բաներն այս տարի մենք ունենք դիմորդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում internship անցնելու, ամառային պրակտիկա անցնելու, որը ես չեմ հիշում, տենց 380 հոգի։ Քանի հոգի? 380 ու մեծամասնությունը աշխարհի լավագույն համալսարաններից։ Այսինքն ես այդ ծրագիրը երբ որ սկսում եմ 2014 թվականին Դիլիջանում էինք այդ ժամանակ Հարվարդից ունեինք 3 դիմորդ, դրանով սկսվեց այդ ծրագիրը, հետո ինչ որ պահի Հարվարդը 6 հոգի էր, հետո MIT-ին միացավ, հետո բան։ Հիմա մենք արդեն ընտրում ենք, էլի, այդ մարդիկ գան թե չգան, այն ժամանակ մենք էինք ոնց որ ասում, բայց համբավը մեզնից ոնց որ առաջ է, ու այդ շատ լավ է, ու 380 դիմորդ ունենք։ Շատ այս տարի։ Հիմա այդ հարցին ոնց ենք ընտրում, ոնց ենք տաղանդներին առաջ տանում, տարբեր ձևերով, բայց առաջինը այն է, որ այդ մարդկանց արած գործով, այդ մարդկանց ներդրմամբ բանկի ընդհանուր աշխատանքների մեջ, իրանց արժեքային մոտեցումներով ու այլ շատ կոմպոնենտներով։ Այս կենտրոնական բանկի գաղտնիքը ո՞րն է, որ ինքը միշտ լավ կադրեր է տալու հայկական շատ բանկերի մենեջմենտն է հենց կենտրոնական բանկից են դուրս եկել։ Հիմա այդ լավ է թե վատ։ Չգիտեմ։ Նայած որ լույսի տակ նայենք։ Կենտրոնական բանկի գաղտնիքը գիտես որն է, ինձ թվում է մի քանի էլի շերտ կա այդտեղ։ Առաջի շերտը այն է, որ ամեն հաջորդը հարգում է ամեն նախորդին։ Հայաստանում շատ քիչ ինստիտուտներ կան, որ այդ բանը կա, էլի, որ նախորդը հաջորդի հետ ունի հարաբերություն նույնիսկ։ Հա, կենտրոնական բանկում է սաղ տնօրենների նկարները կա, չէ՞։ Դե կառավարությունում էլ կա սաղ տնօրեն բանը վարչապետերի նկարները, բայց դա չի օգնում։ Եսի նկատի ունեմ կենտրոնական բանկի ես ոչ թե բան, ես մեծ ակնածանք ունեմ իմ բոլոր նախորդ ղեկավարների նկատմամբ։ Իսկն շատ ջերմ հարաբերություններ ունեմ բոլորի հետ, ովքեր որ այս պայդրությամբ կենթանի են, մենակ Իսահակ Իսահակյանը չկա, ում ես շատ լավ ճանաչում եմ ու շատ մեծ ակնածանք ունեմ իր նկատմամբ, այսինքն ես շատ լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ ու իրանք իրար մեջ ունեն նորմալ հարաբերություններ։ Հա։ Այդ մեկ։ Երկրորդը կարծում եմ, որ մենք ստավկան անում ենք մարդու վրա։ Այսինքն մենք չենք փորձում կանխատեսենք ինչ ձևի խնդիր ենք լուծելու ապագայում, մենք մարդկանց պատրաստում ենք, որ ինչ խնդիր է լինի ապագայում, այդ մարդիկ կարողանան այդ խնդիրը լուծեն։ Այդ երկու։ Երրորդը ես կարծում եմ մենք բաց ինստիտուտ ենք։ Այսինքն իմ գնահատմամբ մենք լավն ենք, մենք լավ մշակույթ ունենք, մենք նորմալ մարդիկ ունենք ներսում։ Մենք իրար նկատմամբ հարգանքով ենք, սիրում ենք իրար, այդ կարևոր բաներ են։ Իսկ որն է ամենամեծ խնդիրը ձեր կարծիքով։ Դանդաղ ենք մի քիչ։ Դանդաղ։ Հա, բայց այդքան դրականի մեջ այդ մի բանը ոչինչ։ Որն է պատճառը, որ Հայաստան խոշոր հարկատուների մեջ գերիշխում են բանկերը եւ այդ փաստը տնտեսության վրա դրական թե բացասական ազդեցություն ունի։ Չգիտեմ ինչ նշանակում գերիշխում են, ոնց որ ամենամեծ հարկատուներից մեկը Mobile Center-ն է։ Եթե ես ճիշտ եմ նայում։ Ռուսներին iPhone պետք է։ Չգիտեմ, չեմ ուզում այդ մակարդակն իջնեմ։ Արդյոք լավ է որ բանկերը շահույթ ունեն ու հարկ են վճարում, հա, արդյոք բանկերը պիտի ուշադիր լինեն իրենց բոլոր ռիսկերը շատ լավ կառավարելու մեջ միանշանակ։ Իսկ թե բանկերն են վճարում, թե պղնձամոլիբդենայինն է վճարում, ըստ էության չգիտեմ այդքան։ Եթե բանկի ստեղծած արդյունքը հիմա ոչ միայն ներքին տնտեսությունից է, այլ նաև արտահանելի է որոշակի առումով, այդ դրական է։ Իսկ հնարավոր է ապագայում տոկոսադրույքները իջնի։ Ամեն ինչ հնարավոր է ապագայում։ Կարա իջնի, կարա բարձրանա, կարա նույնիսկ նույնը մնա։ Դա էլ է տարբերակ։ Դե օրինակ Որ տոկոսադրույքների մասն է խոսքը։ Վարկերի, որ ավելի շատ վարկ վերցնենք։ Օրինակ մեդիայում այդ հարցը շատ է շրջանառվում, որ բանկերը այտենց մեծ եկամուտներ ունեն, բայց տոկոսադրույքներն էլ է բարձր։ Ասենք կապը տենց են տալ, էլի։
Բանկերի վերջին տարիների շահույթի մեծ մասը կապ չունի տոկոսադրույքների հետ։ Տրանզակշնները, չէ՞։ Ու ոչ ռեզիդենտների մի մաս կա, որը տրանզակշնները ապահովում է նաև։ Նա ոնց ունեցել եք արդյոք imposter syndrome 2020-ին, երբ նոր եք նշանակվեց ձեր պաշտոնին Ինչ սինդրոմ։ imposter Imposter, impost բաներ սինդրոմ համազվանցը։ սամազվանցը, այդ չգիտեի։ Ու ես միշտ ունեմ։ Ու ոնց կարելի է դա Հաղթահարել։ տարբերակել սեփական ոչ կոմպետենտությունից։ Իմը ոչ կոմպետենտությունն է ասում։ Չէ, այդ սինդրոմը չեմ ունեցել, որովհետև իմ աճը իմ կազմակերպության մեջ, որ ես հիմա ղեկավարում եմ, շատ օրգանիկ է եղել, այսինքն ես այդ կազմակերպության ծնունդ եմ եղել, սկսել եմ ամենաներքևից, գնացել եմ միջև ուր որ հիմա եմ, ու այդ առումով կոմպլեքսներ ու սինդրոմներ չունեմ, ոչ թերա գնահատման, ոչ գերագնահատման, էլի։ Չեք ուզեցել ուրիշ տեղ աշխատեք։ Միշտ կենտրոնական բանկում եք, չէ՞։ Մի քանի անգամ եղել է, որ ուզեցել եմ, բայց ինչ որ բաներ խանգարել է դրան, բայց այդ ուրիշ պատմություն է։ Հիմա ինչ վերաբերում է սինդրոմներին, չեմ առնչվել այդ սինդրոմների հետ։ Շատ լավ է։ Այդ կարևոր է, որ մարդու մոտ օրգանիկ է ալնում զարգացումները։ Հա, Այդ զերծ ես մնում էլ այդ հոգեբանական ընդվզումներից քո մեջ։ չէ՞ Որտեվ երկու տիպի մարդ կա, որ իրան թվում է, որ ինքը աշխարհի վերջն է, տակը բան չկա։ Երկրորդը, որ անընդհատ ինքը ինքնախարազանման բա զբաղված, որ իր մոտ ոչ բան չի ստացվել։ դե imposter syndrome-ը ոնց որ ավելի շատ երկրորդ դեպքի մասին է, շատ անգամ դու մտածում ես, որ այն ինչ որ դու անում ես, դրա Նարեկ ջան, այդ 20 թվին այդ սինդրոմների ժամանակը չկար էլի։ COVID էր, չէ՞։ Երկրի հետ կապված հարցեր կային ավելի լուրջ, որ պետք էր որոշումներ կայացնել։ հասկացա։ Գտնվելով կարիերայի այսպիսի բարձր մակարդակի, կարելի է ասել գագաթնակետին եք, որտեղից եք գտնում մոտիվացիան։ Ամեն օր գործի գալու, ենթադրում եմ։ Երևել է։ Մարդկանցից, որտեվ ինձ հաճելի է մարդկանց հետ շփվելը, այդ ամենալավ մոտիվատորն է, այսինքն ես սիրով եմ գալի այն տեղը, որտեղ ես աշխատում եմ, ու իմ գոլեգաների հետ շփումը ինձ մեծ բերկրանք է տալիս, դրա համար ես այդ բաների վրա այդ բարձր, ցածր բան, տենց բաներ չկա։ Ես կարծում եմ, որ տենց ամենամեծ բարձունքը չի։ Որտեվ կարելի է հետո ինչ որ տրայեկտորիա փոխել, գնալ ուրիշ ոլորտ, այնտեղ սկսել ինչ որ հետաքրքիր բաներ անել էլի։ Որ ոդկաստ ուզեք սկսեք, կասեք կօգնա։ Անպայման։ Ինչ քայլեր է ձեռնարկում կենտրոնական բանկը, որպեսզի ինովացիաները շատանան ֆինանսական ոլորտում։ Օրինակալ երկրներում շատ են կիրառում sandbox-երը, երբ ժամանակավոր կարգավորումներ են ներդրում, որ հասկանան կօգնի զարգացմանը թե ոչ։ Մենք էլ ենք մտածում այդ sandbox-ի մասին հիմա։ Իսկ այդ ինչ է։ Այդ գիտես ինչ է, երբ որ դու ստեղծում ես հատուկ ռեգուլատիվ բան, տիրույթ, որ այդ նոր գաղափարով եկողը ոչ թե մտնի ընդհանուր ռեգուլատիվ միջավայրի մեջ ու խեղդվի, այլ իրան թողես ինքը մի քիչ խաղա, բայց ինքը բնականաբար շատ ավելի բարդ մեխանիզմ է, էլի ենթադրում։ Որտեղ այդ ռիսկերը պետք է կարողանաս ճիշտ կառավարես ու իզոլացնես իրան, որ եթե fail լինի, ինքը ամբողջ այդ տարածումը չունենա համակարգի վրա։ Այդ հարցը տամ կարող է դուք հասկանաք։ Ինչ եթե ոչ տնտեսագիտությունը։ Փիլիսոփայություն կամ հոգեբանություն կամ աստրոֆիզիկա։ Ես կասեի լիքը բան բացի տնտեսագիտությունից։ Մի հատ է մասնագիտություն կա, չէ՞, թազա նյումերոլոգ։ Շատ մոդա է։ Ներկա կրթական համակարգի մեջ ինչ 2-ից 3 փոփոխություն կանեք։ Ես երևի որպես դասախոս եմ ձեզ տալ այդ հարցը։ Ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը, որը որ մենք ունենք կամ աշխարհը, չգիտեմ, ունի կրթական համակարգում, այդ դասատուների, ուսուցիչների կամ կարող են դեմերչան ասվել մշակների պակասն է։ Այսինքն պեդագոգների մարդիկ ոչ թե ովքեր որ կոնկրետ առարկայի դասատուն են, այլ մարդիկ, ովքեր որ նաև ունեն երեխային զգալու ու երեխային մոտիվացնելու, առաջ տանելու հնարավորություն ու ունակություն։
այդ կարևոր բան է, որը մենք այդտեղ խնդրեմ ունենք էլի։ Մենք շատ ենք կենտրոնանում նրա վրա, որ չգիտեմ դասատուների պակաս ունենք, բայց ես կարծում եմ դրա երկրորդ կոմպոնենտն է կա ու ես դրա վրա մի քիչ ավելի մեծ ուշադրություն կդարձնեի։ Հասկացա։ Դու որ քո կյանքը օրինակ վեր ես լուծում, կան մարդիկ, ովքեր որ թե ուսուցիչ, թե դասախոս, որ քո կյանքում ինչ որ վառ բան են թողել։ Հա, միանշանակ։ Հա, այդ եղել է մենակ նրա հաշվին, որ իրանք քեզ այդ դասն են լավ տվել, թե եղել է ինչ որ ուրիշ բաների շնորհիվ։ Դե ես կամ չգիտեմ, իմ առաջի դասատուն ընկեր Հարությունյանից սկսեմ, որ ես ասում եմ ուժեղ դիսլեքսիա եմ ունեցել ու դրա մասին չենք իմացել, բայց ինքն ինձ դասերից հետո պահում էր, papayin կանչում էր ու ժամերով մենակ իմ հետ աշխատում էր, որ ես գրել կարդալ սովորեմ, այսինքն մաթեմատիկան շատ լավ էր իմ ստացվում, բայց չէի կարող գրել կարդալ սովորեի։ Որ այդ մարդը այդ աշխատանքի իմ հետ չաներ, papayi հետ մեկտեղ հաստատ ես մեդալով չէի ավարտել, էլի։ Կամ ամերիկյան համալսարանի, չգիտեմ, դուք, Չալաբյանը, Դրա համար էլի հարցը տալի, որ Չալաբյանին գով այս։ Հա։ Չգիտեմ, ամերիկյան համալսարանից այնտեղ ընկերներից է մարդ կա մեր կուրսից, հաստատ իմ հետ կհամաձայն են, որ մենք ոչ միայն դասախոսներ ենք ունեցել, նաև ընկերներ ենք ձեռք բերել, ու մեր համար դա մեծ բան էր, Կարևոր է։ ճիշտ ասեցի։ Ես ինչքան հարցիկ էր։ Որպես MBA շրջանավարտ, որը կարող է լինել give back to community ասվածը, եթե աշխատանքային ծառաբեռնության ֆոնին հասարակական աշխատանքի ժամանակ չի մնում։ Այդ չգիտեմ, ինձ է թե ձեզ ուղղված։ Դուք MBA ավարտել եք, եսը։ Հա։ Ես MBA չեմ։ Չգիտեմ, ինձ թվում է շատ անգամ լավ գործը հենց այդ դրանով դու ինչ-որ մի բան տալիս ես մարդկանց։ Իրականում ես կարծում եմ պարտադիր չէ որ գործը լինի գրանձիոզ ու ես իմ ինչ եմ։ Կարելի է անց փոքր բաներ անել, որ աննկատ, որ նույնիսկ ոչ մեկի կողմից պարտադիր չէ որ ինքն է։ Մի հատ թեմա եղա, որ ես կարծում եմ դա էլ է հետաքրքիր։ MBA դասերից մեկի ժամանակ Սոնա ունեինք։ Ես չեմ հիշում Սոնանում կուրսից էր, Սոնան մի անգամ տենց որ խոսում էինք դասի ընթացքում, ասես բայց պարոն Գալստյան, մարդու ամենամեծ մոտիվատորը էգոն չի, այսինքն մարդը որ ինչ որ մի բան անում է, բացառապես շարժիչ ուժ է այդ էգոն չի, որ քեզ գնահատեն, դու ինչ որ կրեդիտ վերցնես այդ տարածքներիդ համար, բան, այդ ժամանակ ես որ մտածում էի, ես իր այդ մեծապես համաձայն էի, այսինքն այդ բանը կար, բայց հետո կյանքում, իմ կյանքում եղան դրվագներ, որ ես արել եմ ինչ որ բաներ, որոնք որ գիտեմ մենակ ես ու այդ չեմ արել էգոյի համար, այլ արել եմ այդ բանը անելու համար։ Ու այդ շատ կարևոր է, այսինքն դու գալիս ես հասնում ես ինչ որ մի կետի, չգիտեմ այդ ոնց է ալնում, Աստծո կամոք կամ չգիտեմ ինչ որ պատահար ալնում բան, որ դու ասում ես ես այս բանը պիտի անեմ ու դու այդ բանը չես անում քո էգոն շոյելու համար, այլ դու անում ես այդ բանը, որովհետև այդ բանը անելը ճիշտ է այդ բանը, դու տենց ես մտածում։ Ու ես կարծում եմ, որ անկախ նրանից MBA-ս, MPA-ս, թե degree չունես, կյանքը հնարավորություններ ստեղծում է, որ դու միջամտես ու քո կյանքը իմաստավորես ուրիշների համար ինչ որ բան անելով։ Կարող է էգոնը տեղ կա, բայց դու քո կյանքը իմաստավորում ես ինչ որ առումով, էլի։ Ով է եղել կամ կա ձեր համար Սիմվել Պատրաժանյան, role model։ Դժվար հարց է, որովհետև տարբեր հարթությունների մեջ կարան այդ տարբեր մարդիկ լինել, ոչ թե մի հատ հավաքական կերպար։ Տարիքի հետ փոխվում էլ է, չէ՞։ Տարիքի հետ փոխվում են այդ մարդիկ։ Հա, բայց չգիտեմ, այդ շատ անձնական հարց է, չէ՞ ուզի պատասխանել։ Անցնենք առաջ։ ԿՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանում բանկերում կինվեր անվտանգության աուդիտի ներդրման գործում։ Շատ լուրջ քայլեր։ Չէ, եթե բանով հիմա մենք իրականում հիմնեցինք ներսեսի այդ գործակալության անունը չեմ կարող անընդհատ սովորեմ։ Տեղեկատվական մի խոսքով ունես չի որ մնացածը գիտեն տեխնոլոգիական
այդ ամենալավ գործակալությունը, որը մենք ստեղծեցինք, հիմա ինքը ըստ էության պատասխանատվություն է կրելու երկրում քաղաքացիական ինֆրաստրուկտուրայի պաշտպանության համար, ու ես կարծում եմ ինքը շատ կարևոր առաքելություն ունի, ու մենք այդտեղ որոշակի իրանց հետ համագործակցում ենք, համակարգի հետ ենք համագործակցում, բայց երկրի համար ինքը շատ կարևոր գործ էր։ Հա, ծիծաղալու դեպք պատմեմ, ներսես այդ ոդկաստ արեցինք բրցանք։ Ներսը ոդկասթի է եղել։ Հա, բացում դեմա մի 40,000 հատ բաց թողնված բանկ կա։ Պարզվում է ոդկասթի ընթացքում data Alex-ը թռել էր։ Դրա համար միշտ խնդրում ենք հեռախոսը անջատեն ոդկասթի ժամանակ։ Ինչպես զարգացնել առաջնորդական հմտությունները եւ սահմանել փոխադարձ հարգանքի եւ առողջ մտածողության վրա հիմնված հեղինակություն։ Ինչպես զարգացնել առաջնորդության հմտությունները։ Ես կարծում եմ այդտեղ էլի երկու տիրույթ կա հարցերի։ Մեկը քո հմտություններն ու կարողություններն է, որովհետև դու պիտի կարողանաս ինչ-որ բաներ անել, իրագործել։ Երկրորդը այդ որպես կանոն բարդ խնդիրներ լուծելու ունակությունն է։ Այսինքն դու տեսնես ինչ-որ բան, որը միջև քեզ չի ստացվել ինչ-որ բան անել ու ռիսկ անես այդ խնդրին մոտենալ ու փորձես այդ խնդիրը լուծել։ Ռիսկը կարևոր է, էլի։ Կարևոր է, բայց խելքն էլ է կարևոր։ Այսինքն հենց անմիտ առաջ գնալը լավ բան չի, բայց կա դրվագներ, որ դու քո կյանքում բախվում ես մի իրավիճակի, որ դու հասկանում ես, որ դու ուզում ես այդ անես։ Ու առաջնորդությունը հենց այդտեղ առաջանում էլի։ Հոքինգը կարծում էր, որ մարդկության ապագան կախված է ազգերի միջև սահմանների եւ բաժանարար գծերի վերացումից։ Այսօրվա իրականությունը կարծես դրանից շատ հեռու է եւ ձեր եւ հակառակ պատկերն եք տեսնում։ Ձեր կարծիքը։ Երազանքի մակարդակով հոքինգը ճիշտ է։ Իրականության մակարդակով երկրորդ դիտարկումը այսօր մենք ունենք, տեսնում ենք, ու ցավը նրանում է, որ այն նայ մենք սուբօպտիմալ վիճակում ենք, էլի, որովհետև այն ինչ որ հոքինգը նկարագրում է, այդ ավելի օպտիմալ իրավիճակ է, քան այն ինչ որ մենք ունենք։ Իրար սպանելու փոխարեն իրար հետ ապրելը հանգիստ, առանց տարանջատումների շատ ավելի լավ լուծում է, քան բան, բայց այդ ոչ լավ իրավիճակից դեպի լավին անցումը ես չեմ պատկերացնում այս պայծրության ոնց է տեղի ունենալու։ Այսինքն պիտի լինի մի հատ հեգեմոն կամ ինչ որ համաձայնություն հեգեմոնների միջև, որը որ պիտի բերի նոր հավասարակշռության, իսկ այս պայծրությամբ հեգեմոնները միայն զբաղված են այլ գործերով, որը որ այդ բանից շատ հեռու է։ Կան արդյոք ԿԲ-ում մտահոգություններ, որ ուժեղ դրամը վնասում է արտահանողներին եւ IT ոլորտին, թե առավելությունները գերակշռում են։ Չէ, այդ մտահոգությունները իհարկե կան, մենք այդ մտահոգություն չէ, իրականություն է, այսինքն մենք գիտենք, որ գիտես բանը ակնհայտ է, որ եթե քո դրամը ուժեղ է, քո արտահանումը ավելի դժվար է, բայց ինքը իր մեջ դրական էլեմենտ ունի, որովհետև այդ ավելի մրցունակ է սարքում են ֆիրմաներին, ովքեր որ կարան այդ դժվարության միջով անցնեն այդ մեկ, բայց երկրորդը, որը ավելի կարևոր է, եթե մենք կուրսը կարևորենք, այլ ոչ թե գները, ինքը ավելի վատ էքվիլիբրիումի, ավելի վատ հավասարակշռության է բերելու։ Հասկացա։ Գները ավելի ճիշտ է կառավարելը, քան կուրսը մեր նման երկրում։ Երկու հատ հարց մնաց։ Որպես կենտրոնական բանկի նախագահ ավելի շատ soft թե hard skill-երն եք պահանջում եւ որոշումներ կայացնելիս ինչ դեպքում մեն soft skill-երը ավելի օգտակար լինում որպես ղեկավար։ Այդ չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես քեզ ասացի, ես չեմ կարող տարանջատեմ այդ soft-ն ու hard-ը, որն է իմ նկարագրած օրինակը հենց դրա մասին էր էլի։ Հա։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մարդու մոտ պիտի լինի որոշակի այդ սկիլերի համակցություն։ Ես չգիտեմ, գիտելիքը սկիլ չի, էլի, այսինքն դու պիտի ունենաս լավ ակադեմիական կրթություն, մեկ։
Դու պիտի ունենաս որոշակի փորձ 2, դու պիտի ունենաս մարդկանց հետ շփվելու ունակություն 3, դու պիտի ունենաս խնդիրներ լուծելու կարողություն ու ունակություն 4 ու շատ բաներ, որոնք որ չգիտեմ որն է hard, որն է soft, բայց այդ համակցությունը շատ կարևոր է։ Հա։ Վերջի հարցը ինչու որոշեցիք գալ ոդքասթի։ Ես չեմ գրել։ Դու ասա ինչի եկա այս ոդքասթին, որովհետև այս 4 տարիա խոսում ենք։ Դե հա, խոսում ենք ու տենց չէր դառնում ոդքասթ։ Չէ, բայց միակ բանը ինչ էր, որ ես ասացի, որ ստուդիայով ավելի ճիշտ չէ, ավելի ճիշտ է այս տիպի այս ֆորմատը, այս շփումը, որովհետև այդ ազատ շփումը ու ոնց են ասում, живое общение։ Կենթանի շփումը ավելի լավ է, քան ստուդիայում նստած ես ու դու իրար հետ տես գալաջան էինք, էլի։ Հա։ Դե մեր այդ գալաջին լանչերին է կարանք անում։ Դե հա, անում ենք։ Մեր վերջի հարցը ոդքասթի ստանդարտ։ Ձեզ ինչն է ոգևորում։ Ինչն է ինձ ոգևորում։ Պերսպեկտիվաները։ Շատ շնորհակալություն բոլորիդ, որ եկել եք, շատ լավ հարցերի, ես իմ ապագա մասնագիտության հետ կապված վախեր ունեմ արդեն, որովհետև այսքան լավ հարցեր կար։ Պարոն Գալստյան, ձեզ շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ բոլորին։ Շնորհակալություն ոդքասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդքասթը։ Մենք ուզում ենք ոդքասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք live քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, master class-եր զանազան թեմաներով 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Սպասենք։